Ողջույն հարգարժան տիկնեք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները նոր լիցք հաղորդեցին պետություն եկեղեցի հարաբերությունների վերաբերյալ տարբեր խոսակցություններին եւ մանիպուլյացիաներին։ Ինչպես հայտնի է, Արագածոտնի թեմում ծառայող հոգևորականներին, այդ թվում նաև թեմի առաջնորդին, հենց մեղադրանք ներկայացվեց եւ նրանց քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակներում սկսեց հարցաքննություն իրականացնել եւ դատարան ներկայացրեց խափանման միջոցի մասին միջնորդություն, որն էլ եւ ընդունվեց դատարանի կողմից եւ դա հիմք հանդիսացավ, որպեսզի խոսվի այն մասին, որ պետությունը ճնշում է եկեղեցուն ինչպես 37 թվականին։ Մյուս կողմից այն եկեղեցականը ոչ բարձրաստիճան, ով բարձրաձայնել էր այն մասին, որ հանրահավաքներին նրանց ուղղակի այդ հիերարխիկ հարաբերությունները օգտագործելով ուղղակի կարգադրում էին շատերին մասնակցել այդ հանրահավաքներին, նրա դեմ այսպես հալածանքներ սկսեցին, զազրախոսություն եւ այլն, բայց դա կարծեք թե եկեղեցու դեմ ինչ-որ հարցակում որպես չորակվեց եւ այդ մասին եւս խոսում են մեր հասարակության մեջ։ Ի վերջո այս անառողջ հարաբերությունները, որոնք ձևավորվել են կապված մի շարք հանգամանքների հետ, ինչ-որ մի հանգուցալուծման պետք է գան թե ոչ։ Մանավանդ այս ամենն էլ տեղի ունենում շատ հստակ նախընտրական տրամաբանության մեջ, ինչպես հայտնի է հենց ներքաղաքական շարժառիթներից ելնելով, մեկ էլ դուրս են գալիս մարդիկ ու խոսում են ի պաշտպանություն եկեղեցու կամ ի պաշտպանություն ավանդական արժեքների, նաև մեղադրանքներ առաջադրում նրանց, ովքեր այդ ամենը իբր չեն հարգում եւ այլն։ Այսինքն այստեղ մենք գործ ունենք ուղղակի քաղաքական խոսակցության հետ կամ մերձ քաղաքական խոսակցության հետ, որտեղ եկեղեցին ուղղակի օգտագործվում է որպես պատրվակ, բայց մյուս կողմից էլ եկեղեցին ինքն է առիթ տվել այդպիսի խոսակցությունների, նախ անցյալում մաս դառնալով այն կրիմինալ դիկտատուրայի, որը ձևավորվել էր եւ 20 տարի իշխում էր Հայաստանում, դե իսկ հետո էլ ուղղակի միջամտելով քաղաքական process-ներին, ընդ որում այսպես ասենք կուսակցական նախապատվություններ առաջ բերելով։ Փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է քանդակագործ, արվեստաբան Վիգեն Ավետիսը, բարև եք եկել, պարոն Ավետիս, շնորհակալ եմ հրավերս ընդունել։ Բարև տեսանք։ Ուրախ եմ ձեզ տեսնել։ Ես էլ։ Ինչ դուք որպես ակտիվ քաղաքացի հետևում եք այս շարժերին եւ շատ մարդկանց հետ շփվելով այս խոսակցությունները ձեզ եւս չեն շրջանցում, ինչ եզրահանգումների եք գալիս այս ամենը տեսնելով, լսելով, առնչվելով, ինչ դիտարկումներ ունեք համեցեք։ Դե իհարկե մեծ ցավ եմ ապրում, որպես հայ, որպես քաղաքացի, որովհետև ես չէի ուզի, որ մեր թշնամիները, մեր հակառակորդները տեսնեին մեր ներքին խնդիրները այս աստիճան պետություն, եկեղեցի, որ մեզ սազական չի։ Մենք չպիտի գնանք, մենք պետք է երբեմն կարողանանք ներել։ Օրինակ ես զարմացա, որ ապրիլի օգոստոսի 8-ի այդ նախաստորագրումը ես շատ կուզեի, որ կաթողիկոսը պաշտոնապես շնորհավոր էր։ Օրինակ, հա, որը որ քայլ կլիներ
ինչ որ մեղմացման, sense ասեմ։ Բայց ես տեսնում եմ, որ ոչ մի քայլ չի անում, այսինքն եկեղեցին հենց դրա համար է, այսինքն եկեղեցականը, քահանան նրա համար է, որպեսզի առաջի քայլը անի հաշտեցման, խաղաղության, խաղաղեցման։ Հիմա ցավոք ես տեսնում եմ, որ եկեղեցին ոչ միայն քայլ չի անում հաշտեցման պետության հետ, այլ դարձել է քաղաքական գործիք, որ տապալի մեր իշխանությունը, օրինական իշխանությունը։ Գիտեք, ես էլ եմ աշտարակից, այսինքն Արագածոտնի մարզից, ես շատ վաղուց եմ ունեցել խնդիր եկեղեցու հետ եւ արդեն 3 թե 4 տարի է չեմ գնում պատարակի, որովհետեւ անախորժություն եղավ, որ երբ որ կաթողիկոսը գնաց կանգնեց Քոչարյանի կողքին, այդ երբ որ ձերբակալված էր Քոչարյանը, ես գրառում արեցի, ասացի, որ կաթողիկոսը նորից ընտրեց Բարաբբային։ Որից հետո եկեղեցին ինձ հրավիրեց, աշտարակի եկեղեցին հրավիրեց զրույցի, գիշերը ժամը 10-ին գնացել եմ, զրուցել ենք մի ժամ, հետո հանդիպել եմ այդ Մկրտիչ եպիսկոպոսին, որ շատ վատ տպավորություն ստացա Իրանից, կարծես գնացած լինեի բան, ոչ թե ոստիկանություն, այլ միլիցիայություն, ոնց որ խոսեի միլիցիայի հետ, այդ նույն բառապաշարով, այդ նույն պահվածքով, եւ ես վերջնականապես հիասթափվեցի եւ չգնացի եկեղեցի։ Եվ ոչ ոք ինձ չզանգեց, չհարցրեց կամ փողոցում տեսնեմ, բա ինչի՞ չես գալիս եկեղեցի պատարակին։ Իմ կարծիքով քահանաների դերը հենց դրա մեջ է, որ հրավիրեն գոնե պատարակների։ Այս ձերբակալությունը իհարկե ամոթալի է բոլորիս համար, որպես հայ ինձ համար էլ շատ ամոթալի է, բայց հասկանում եմ, որ ուրիշ հնարավորություն չկար, քանի որ եկեղեցին է հարցակվել, առաջինը հարցակվեց եկեղեցին Բագրատ Սրբազան սարեցված Բագրատով, չէ՞։ Մինչ այդ էլ։ Հա, մինչ այդ էլ, բայց այդ ժամանակ արդեն կոնկրետ հեղաշրջման փորձ արեցին, այսինքն կոնկրետ ցույց տալով, որ պետության դեմ դա մի կառույց է դարձել, որի միակ նպատակն է ոչ թե հավատացյալները, այլ գրավել իշխանությունը, քանի որ սա ընդհանուր ես կարամ բնութագրեմ, որ Մոսկվայի կոնկրետ Կրեմլի ծրագիրն է, քանի որ Սերժն ու Քոչարյանը չկարողացան, հիմա եկեղեցին է միացել Սերժ Քոչարյանական սիստեմին, իսկ սա սիստեմ էր, սա առանձին երևույթներ չէին, այդ երեքն էլ Սերժը, Քոչարյանը, Գարեգինը բոլորն են կապված են իրար հետ, եթե հիշենք հոկտեմբերի 27-ով, այսինքն հոկտեմբերի 27-ին հեղաշրջում եղավ Հայաստանում, և Հայաստանը գրավեց հենց կաթողիկոսներ հոկտեմբերի 27-ին, չէ, և այդ բոլորով միացան և գրավեցին Հայաստանի Հանրապետությունը, և մինչ այսօր իրենց թվում է, թե Հայաստանի Հանրապետությունը այդ նույն կրեմլյան սիստեմի մեջ պիտի կառավարեն իրենք, այն երկուսը չեն կարողանում, ոնց որ առաջնորդը դարձել է կաթողիկոսը, սա անընդունելի է, եկեղեցին պետք է թեւուտիկում լինի մեր պետությանը, ով է ղեկավարում, ով չի ղեկավարում, դու կարող ես քննադատես, բայց ոչ թե գնաս հեղաշրջում անելու, տեսեք ժամեր էին տվել, այսքան ժամից պետք է հրաժարական տա բանը, վարչապետը, չէ, այդ ինչ ասել է բանը, այդ ինչ, դա կարող են անեին օրինակ, ասենք, այդ, չգիտեմ, Ասալանաներ, որ մտան թուրքական դեսպանատուն, դա կարող են անեին այդ մի խոսքով, սա եկեղեցին չի կարող ժամանակ դնել կառավարությանը կամ կհրաժարվես կամ ինչ, հասկանում եք։ Տեսեք, մենք
գործ ունենք մի հիերարխիկ կառույցի հետ, որտեղ կա վերադաս, կա ստորադաս, հա, եւ կա համապատասխան սուբորդինացիա, հա, հենց այդ կառույցի տրամաբանությունից ելնելով, եւ մենք տեսնում ենք, որ ըստեյության քաղաքական process-ներին վերաբերվող հանրահավաքներում մասնակցել չմասնակցելու հարցով այդ հիերարխիան օգտագործվել է։ Սա միայն եկեղեցական մասով։ Էլ չասենք, որ դա տեղի է ունեցել ինչպես Տեր Արամ քահանան է այդ մասին բարձրաձայնում, այդ մարդու կամքին հակառակ հրաման են տվել, այդ նույնը ոնց որ բանակում մի հրամանատար զինվորներին հրաման տա գնալ այս կամ այն հանրահավաքի, օրինակ, այս կամ այն կուսակցության կամ շարժման կողմից հրավիրված։ Դա նորմալ չի։ Դա մի կողմ։ Երկրորդը քրեական օրենսգիրք կա, որ մարդկանց ասենք ցույցերին մասնակցելուն խոչընդոտելը կամ մասնակցելուն պարտադրելը 3-ից 6 տարի։ Հիմա այս մարդկանց այդ հարցով եղել է բարձրաձայն հայտարարություն այդ մասին, երբ գործ է հարուցվել, խոսում են 37 թվից։ Ոնց հասկանանք սա։ Սրա ինչն է 37 թիվ։ Նախ միգուցե հակառակ բան ասեմ, այս պահին ինձ դուր չեկավ Արամ քահանայի պահվածքը։ Նախ աչքերներ դուրս չեկան, ճիշտ ասած, ես որտեվ քանդակագործ եմ, ես աչքերի միջոցով հոգիներ եմ տեսնում։ Գիտեք ինչ, նա ասեց, որ այո, ստիպել են, որ մասնակցի։ Բայց պարզվում է, որ ինքը մասնակցել է։ Այո, մասնակցել է, բայց ինչի չի հրաժարվել։ Իմ մոտ հարց է առաջանում։ Եթե դու այդքան հայրենասեր ես, այդքան ուղղասեր ես, ուղղափառ ես, ո՞նց ես գնում մասնակցում։ Հրաժարվեիր։ Օրինակ ես շատ բաներից եմ հրաժարվում իմ սկզբունքների համար։ Հա, իսկ եթե դու այդքան սկզբունքային ես, չգնայիր, վախեցար, այ դա ինձ դուր չեկավ։ Հա։ Այն որ իհարկե ստիպում են բան են անում, դե գիտեք եկեղեցին դա շատ նման է զինվորականությանը, հա, հրամաններ են կատարում։ Իր այդ հիերարխիկ հիերարխիկ կառույցը եւ հրամանները գալիս է, իրանք էլ զինվորներ են պիտի կատարեն։ Եվ դրա համար նույնիսկ կոչվում է ոչ թե աշխատանք, այլ ծառայություն։ Այո։ Հա, այս մարդը ծառայ է, դե մի ծառայեք, չգնայր, ինքը ասում է բոլորին մասնակցել եմ։ Հիմա դու լավ տղա ես, թե վատ տղա ես։ Դու լավ քահանա ես, թե վատ քահանա ես։ Այսինքն ինձ համար դա այդ տղայի պահվածքը, որտեղ արդեն տենց եւ երկրորդ ես չեմ սիրում տենց հանրայինորեն, այսինքն դու ինքդ չկարողացան անես, հիմա հանրայինորեն խոսում ես։ Դե այն ժամանակ եթե անեիր, քեզ նեղեին, նոր գայիր։ Չէ, գնացել ես, արել ես քո սև գործը, հիմա էլ բողոքում ես։ Դու արդեն բան ես, ծառայել ես այդ կառույցին, չծառայիր, կամ դուրս գայիր եկեղեցուց։ Գիտեք ինձ մեկ-մեկ ասում են, բա Կճոյանը այնքան լավ մարդ է։ Հա, թող լավ մարդ լինի, բայց թող այդ վեղարը հանի, գնա լավ մարդու պես ապրի, իր կյանքով։ Չէ, վեղարը հագնում են, հետո գիտեք ինչ հարցը, նաև այնա, որ ինչ-որ անձեռնմխելի են այդ վեղավորով։ Չէ, իրանք ինձ ձեզ նման քաղաքացիներ են։ Եվ գոնե իրավունքների եւ պարտականությունների մասով այո։ Այո, հանցանքի դեպքում ինչ կապ ունի, ինչ օրենքի առաջ հավասար են բոլորը։ Այո, այսինքն եթե այդ Մկրտիչ եպիսկոպոսին ձերբակալում են, այդ նենց ոնց որ ինձ կարող են ձերբակալել կամ ինքը մեր քաղաքացին է, եթե պետությունը գտել է, որ խախտումներ է կատարել անձը, ոչ թե եկեղեցականը, անձը խախտումներ է արել, իհարկե պետք է ձերբակալվի, սա նորմալ է, ես չգիտեմ ինչի են զարմանում, կամ մյուսները, որ կոչ են անում հեղաշրջման այդ բանը, Գյումրիի ոնց էր անունը Գյումրիի առաջնորդը, Շիրակի առաջնորդը, Աջապահյանը։ Ինքը կոնկրետ կոչ էր անում հեղաշրջման։ Իմիջիալուց նմանատիպ կոչեր պատերազմի ժամանակ
ես էլի եմ լսել իմ ծանոթներից, ես իրան վերջում ասեցի, դու ռազմական հեղաշրջման կոչ ես անում, սա այդ ինչ բան է։ Մի խոսքով, իրանք պատրաստվում էին, այո, այդ պատերազմից հետո գրավել իշխանությունը։ Եվ որոնցից մեկն էր այդ Աջափարյաններ, որոնք որ ստես ասում Սերժին ասեցի, սենց բա դուք չունեք մի հատ գեներալ բան, այսինքն իրանք շատ լուրջ պատրաստվում էին հեղաշրջման։ Հետո էլ բարձրաձայնում են դրա մասին, չի որ ինքը քահանա է, ինքը լսել ենք Եպիսկոպոսը, հա, ինքը խոստովանեց, որ այդ գործընթացը եղել է։ Ուղղակի Սերժը կամ չգիտեմ ով չի կատարել այդ բանը։ Մի խոսքով, ես ուզում եմ մեր հանրությանը ասել, որ պետք չի զարմանալ, որ բարձրաստիճան որևիցե մեկը, լինի քաղաքական թե եկեղեցական, կարող է ձերբակալվի։ Կամ ասենք, չգիտեմ, այդ ինչա, ինչ Սամո էր, Տաշիր Սամոն, հա, ուզում եմ միլիարդատեր լինի, ուզում եմ մուլտիմիլիարդատեր լինի, եթե հայտարարություններ անում ընդդեմ Հայաստանի Հանրապետության, իհարկե պետք է ձերբակալվի։ Եվ խախտումները, ասենք, հեծը հիմա թող պատասխան տա իր հանցանքների համար Հայաստանում։ Սա է իրականությունը, սա է ճիշտը, սա է պետականությունը, որտեղ քանի որ մենք պետականություն չենք ունեցել, մենք չգիտենք, որ պատժելիություն գոյություն ունի, որտեղ բոլոր հանցագործները անպատժելի էին, չէ՞։ Իրանց թողնում էին, որ ընդհակառակ, որ ճնշեին ժողովրդին, ժողովրդի փողերը տանեին եւ դրանով կառավարելի դարձնեին հանրապետությունը։ Անավետից հարցս գուցե հռետորական թվաց ես, բայց այնուամենայնիվ դառնում է միանգամայն օրինաչափական, հա։ Տեսեք, դուք ասում եք, դե մենք պետություն չունենք, մարդկանց թվում է թե անպատժելի է եւ այլն։ Այնպես չի, որ այդ մարդիկ ամբողջ կյանքը սարի գլխին են ապրել եւ աշխարհից տեղյակ չեն, ինչը ինչից հետո է եւ ինչին ինչը հետեւում։ Հիմա տամ ռետորական հարցերս։ Այդ մարդը, որ եկել է այստեղ, ասենք, այլ պետությունից, տվյալ դեպքում Ռուսաստանից, այնինչ անում էր այստեղ նույն հայտարարությունն աներ Ռուսաստանում, քանի րոպե կմներ ազատության մեջ։ Հարց եմ տալիս, ուղղակի հռետորական։ Նույն կաթողիկոսի եղբայրը, եթե աներ այնտեղ այն պետության, որի այդ մեծ թեմի առաջնորդն է ինքը, չէ՞, Համայն Ռուսիո եւ Նոր Նախիջևանի։ Այնտեղ աներ նույն բանը, ինչ որ անում է իր ավակ եղբայրն այստեղ։ Նա այնտեղ քանի րոպե կմնար ազատության մեջ, եթե այդպես դեմ դուրս գար եւ ինտրիգների մեջ մասնակցեր, ասենք ընդդեմ իրենց սիրելի Պուտինի։ Քանի րոպե կմնար ազատության մեջ։ Իսկ այդ ինչպես է ստացվում, որ Ռուսաստանում դա ոչ մի դեպքում չի կարելի, արգելված է եւ նույնիսկ մտներով չի անցնի, շատ լավ իմանալով դրա հետևանքները, բայց Հայաստանում ամեն ինչ կարելի է։ Հա, ես ավելացնեմ ձեր թված մարդկանց, ասենք, ես պատկերացնում որ Կիրիլը դուրս գար հեղաշրջում անելու Պուտինի դեմ։ Այսինքն, իրանց բարձրագույն հոգևոր առաջնորդը Կիրիլը հանկարծ համարձակվեր հեղաշրջման փորձաներ, ասենք ժողովրդին, ռուս ժողովրդին հաներ Պուտինի դեմ։ Ու Պուտինին ասել քեզ տալիս ենք 6 ժամ, 7 ժամ ու պետք է հրաժարական տա։ Ու սրբազան շարժում սկսել։ Հա, եւ անունը դրել սրբազան շարժում։ Ինչ կլինի։ Ինձ թվում է բոլոր քահանաները միանգամից կձերբակալվեին։ Միանգամից, հա։ Եվ նրանց գումարները, ես գիտեմ, որ շատ հարուստ են, այդ Կիրիլը ինչ-որ բաներ, նա կձերբակալվեր ամեն ինչից, ունեցած չունեցածից եւ ցմահ կբանտարկվեր, ես վստահ եմ Կիրիլը, ուր մնաց ինչ-որ մի քահանա, բան, հայ քահանա, բիզնեսմեն, հա։ Բայց տեղից ես ուզում եմ ընդերից սկսեմ, որ շատ անգամ արդեն բացի-բաց ասվում է, ես գիտեի, բայց դա այսօր շատ քահանաներ բացի-բաց ասում են, որ Գարեգինը, Ներսես, չգիտեմ ինչան, Գարեգին երկրորդը բանա, բեմ KGB-ի գործակալ է։ Հա։ Հետևաբար նրա եղբայրը
միանշանակ գործակալ է, սա է խնդիրը։ Հա, բայց հիմա եկել է մի բան, որ այդ գործակալական ցանցի տերը, Պուտինը, այդտեղ չի կանգնում։ Իրանք հոգեվարքի մեջ են բոլորը։ Այս վերջի հոգեվարքն է իրանց։ Իրանք մեկապարտված են արդեն, բայց այնքան մեծամիտ են դարձել արդեն, որ ինքն իրենցով չեն ուզում թողնեն այդ իշխանությունը, որտեղ շատ քաղցր է, որտեղ եկեղեցականները դարձել են արդեն իշխանականներ, իրանք իշխաններ են, ոչ թե հոգևոր ծառաներ են, հոգևոր այլ իրանք իշխաններ են, իրանք տերեր են, իրանք որոշողներ են։ Ես վստահ եմ, որ Գարեգին բն նույնիսկ գեներալի կոչում ունի, եւ նրան տրված է ամեն ինչ։ Հա։ Բայց արդեն եկել է պահը, որ այդ կառույցը քանդվել է, իմ կարծիքով։ Տեսեք, այդ Տաշիր Սամոն, մյուսները, այսինքն այդ կառույցը, ես վստահ եմ, որ Տաշիր Սամոնն էլ է մաս կազմում այդ բանի, այդ ռուսական կոնտրոլի, այսինքն FSB-ն ասում, ինչ են ասում, այդ կոնտրոլի մարդիկ են, իրանք ծառայում են այդ սիստեմին։ Ազդեցության կառույցը դուք նկատել եք։ Այո, իրանք այդ հիմա հարցը տեսեք, խղճի վրա չի ազդում արդեն, անխիղճ են դարձել, նույնիսկ եպիսկոպոսները, դրանք գիտեք, ես դες մի բան ասեմ, հետաքրքիր, ես զգում եմ ինչ արինելու։ 2008 թվականին ես կաթողիկոս Գարեգին Բեին նվիրել եմ իմ քանդակներից մեկը, հատուկ բերել եմ նվիրել եմ, որը կոչվում էր Սուրբ Հոգու գալուստը։ Եվ ես գիտեի ինչի համար եմ նվիրում, որ նրա մեջ Սուրբ Հոգին լուսավորի, Սուրբ Հոգին լուսավորի, որտեղ գիտեի այդ մարդու շատ բան է կախված։ Եթե ինքը ժամանակին լուսավորվեր եւ Սուրբ Հոգով լցվեր, այսօր Հայաստանի վիճակը շատ այլ կլիներ, եւ ինքը շատ սիրելի կլիներ, եւ ինքը կլիներ առաջնորդ հոգեվոր եւ պահապան մեր պետականության, կանգնած մեր պետական այրերի կողքին, ոչ թե դիմաց, այլ կողքին։ Ես այդ 2008 թվականին զգացել եմ, բայց իր մոտ ոչ մի բան չփոխվեց, այդ քանդակը վերցրեց, մնաց իր մոտ, բայց ցավոք հրաշք տեղի չունեցավ։ Պարոն Ավետիս, տեսեք, նաև այստեղ մի ուշագրավ բան էլ կա, էլի։ Այս բոլոր առանձին այդ կղզյակները, հա, այսպես ասենք, որքան էլ որ ցույց են տալիս, թե իբր X հարցում, Y հարցում մեկը մեկի հետ համաձայն չի, մյուսի հետ համաձայն չի, բայց այնուամենայնիվ նրանց շատ բան է կապում։ Եվ նրանց նաև կապում է թափված արյունը, ասենք մարտի 1-ի, 2008-ի, կամ այդ թափված արյան վրա աչք փակելը, ընդ որում պարզաբոչ առանց վարձահատույց լինելու, քաղաքականապես, տնտեսապես եւ այլն։ Եվ ահա մարտի 1-ի հետ կապված կա շատ հստակ դատավճիռ, որը պարտադիր է, որ պետությունն իրականացնի, որովհետև դա նաև դատավճիռ էր պետության 17 տարվա անկարողության վերականգնելու արդարություն։ Հիմա եւ նաև այնտեղ բնորոշումներ եւ գնահատականներն է տրված, թե ինչ է եղել այդ ժամանակ, որ ցույցերը եղել են խաղաղ, որ ցույցերը բռնությամբ, ընդ որում որևէ ձևով չմոտիվացված բռնությամբ, ուղղակի ճնշվել են եւ այլն։ Հիմա այս դատավճռի, այսպես ասենք, ֆիգուրանտները կամ պոտենցիալ ֆիգուրանտները այսօր քաղաքական հայտերով են հանդես գալիս ու մենք դեռ չունենք պատկերացում, թե Հայաստանի Հանրապետությունը այդ կատարման համար պարտադիր դատավճիռը ինչ ձևով կատարելու եւ այդ ֆիգուրանտները կամ պոտենցիալ ֆիգուրանտները ինչ ճակատագրի են ըստ այդմ արժանանալու։ Դեռ մտածում եմ։ Ինչ եք կարծում։
ինչ պետք է արվի դրա հետ։ Ի վերջո արդարությունը ոտնահարվել ամենացինիկ ձևով եւ պետությունն է, որ պետք է այն վերականգնի, այդ թվում նաեւ ի կատարումն այդ դատավճռի, համաձայն։ Դե քանի որ Քոչարյան Սերժ, այսինքն այդ մարտի 1-ի կազմակերպիչներն էին, հետեւաբար իրանք իրաց չէին կարող դատապարտել։ Եվ դրա համար մինչև հիմա չի բացվել։ Հիմա էլ չի բացվում։ Ես կարծում եմ, որ դեռևս KGB-ն ուժ ունի Հայաստանում։ Օրինակ, ես մի պատմություն պատմեմ, որ անունը չեմ տա, բայց ասեմ, որ շատ հայտնի արվեստագետներից մեկի սպանությունը սովետական շրջանում, Հայաստանում։ Այո։ Վանո Սեդադեղյանը որոշել էր բացահայտել։ Եվ շատ առաջ գնաց եւ արդեն մոտ էր բացահայտման։ Հանկարծ զանգ ստանում, ասում է այդ գործը կանգնացնում ենք։ Չի պիտի բացահայտվի այդ սպանությունը։ Ինչի՞։ Լևոն Տեր-Պետրոսյանն էր իբր թե մենք բան էինք, ազատագրված էինք, ազատ պետություն էինք, բանից բարձրացվեց, որ այդ KGB-ն, որը սպանել էր ժամանակին այդ արվեստագետին, բանից բարձրվում է դեռ իրանք այնքան ուժեղ են, որ կարողանում են Վանո Սեդադեղյանին կանգնացնել։ Այդ sense մի հատ օրինակ բերեցի։ Եվ եթե այսօր այսքանից հետո այդքան մենք անցանք ճանապարհ, այդքան զինվոր կորցրեցինք, շատ արուն ենք թափել մենք մեր անկախության համար։ Հենց կարող է ասենք կոնկրետ հեղափոխություն չի եղել, բայց մեր հեղափոխական արյունը թափեցինք Արցախում, հեղափոխական արյունը թափեցինք մարտի 1-ին։ Եվ այդպես շարունակ։ Այդքան արյունաքամ եղանք եւ չի բացվում ճշմարտությունը։ Դե իմ կարծիքով միակ բանը պատասխանը նա է, որ դեռ Կրեմլի ուժերը կարողանում են զսպել բացահայտումները, սպանությունները, որովհետև կարող է գնա հասնի ինչ-որ մի ռուսական գեներալի։ Միգուցե, ես չգիտեմ։ Դրա համար ոչ հոկտեմբերի 27-ն է բացվում, ոչ մարտի 1-ն է բացվում, ոչ օրինակ բանին, հիշում եք, Արցախի առաջին նախագահին սպանեցին Արտուրին Մկրտչյան։ Իբր ինքնասպան։ Որից հետո միանգամից բանն եկավ, չէ, Քոչարյանը։ Այսինքն, եթե ոչ մի բան չհասկանաս, չտեսած չլինես, կհասկանաս։ Եթե ասենք թագավորը սպանում է, ով մյուսն է գալիս տեղը, ով է սպանել այդ թագավորին, չէ։ Շեքսպիրյան ստիլի։ Շեքսպիրյան, հա։ Դեռ Շեքսպիրյան, այսինքն Քոչարյանն է գալիս։ Կարեն Դեմիրճյանի սպանում են, Քոչարյանն է գալիս։ Հա։ Ու չի բացահայտվում, թե ով էր բանը, չէ, պատվիրատուն։ Հա։ Նույն էս բանը, Սասնա-Ծռերը եղավ, անցավ, բայց տենց էլ չհասկացանք ով էր մեղավոր, այսօր ես հանդիպել եմ, այսօր չէ, մի քանի շաբաթ առաջ հանդիպել եմ Արմեն Բիլյանի հետ, բանից, այդ ՊՊՑ-ի տղաներից մեկն էր, ասում է ես չեմ արել այդ, ինչի համար ես նստած եմ։ Ախր ՊՊՑ-ն էլ մի ամբողջությամբ չբացահայտվեց, ով էր կազմակերպիչը վերջի վերջո։ Հա, այդ իրանց առաջնորդները, այդ հիմա որ դարձել են բան, բևեր։ Դրանցից որ մեկն էր այդ ամեն ինչի հեղինակը։ Ես չգիտեմ, ժողովուրդը չգիտի, այդ ոնց եղավ։ Միգուցե իրանք համագործակցել են Սերժի հետ այդ ժամանակ։ Հա, այսինքն լիքը բաներ կան, այս տղան կոնկրետ նստել արդեն 9.5 տարի, հələ 15 տարի է պետք է նստի, բայց ասում է ես չեմ։ Բացեք բանը, նորից վերաբացեք այդ դատը, ես ապացուցեմ, որ ես չեմ։ Մանավանդ, որ առաջին Այցյանը իրան ազատել է, հետո էլի նստացրել են իրան, սաղ ջարդել են այս տղայի վրա։ Իրական սպանողը միգուցե ինքը չի, մի հատ էլ է պետք բացել։ Հասկանում եք, մեր մոտ հայկական իրականության մեջ ասում են բանա, Քոչարյանը թալանչի է։ Սերժը թալանչ, բայց հանցագործ, այդքան սպանություններ, ոչ մի բան չի բացահայտվել։ Հիմա եթե ես ասեմ, բանը, Քոչարյանը հանցագործ է, ինքը կարա ինձ դատի տա։ Ասի, բա ես հանցագործ չեմ, դե ցույց տուր։ Դատավճիռ ցույց տուր, հանցագործ լինում են միայն դատավճռով։ Այո։
Այո, այսինքն ժողովուրդը կանգնած է մի հատ աքսիոմայի առաջ, որ հանցագործներ ունի կողքը, բայց հանցագործները հանկարծ քաղաքական բան են անում, կոալիցիա են կազմում եւ ասենք, այդ ինչ է, Գյումրիում քաղաքապետը հաղթում է։ Էլի նույն այդ մարդը, չգիտեմ, տեսեք, էլի այդ Վարդանը հանցագործ է, թե հանցագործ չի։ Ոնց Վարդանը կասի, ես քաղաքապետն եմ, Վիգեն ջան, ինչ ես ասում հանցագործ։ Բայց ամբողջ Գյումրի գիտի, որ հանցագործ է, թալանչի է, փողերը տարել է, էս արել, այն արել, չգիտեմ ինչքան բան, իր տղան վերջը, այսինքն հանցագործություն կա եւ մենք չենք կարող ասենք այդ մարդկանց դուք հանցագործ եք։ Առերևույթ հանցագործ կարող ենք ասել։ Պարոն Ավետիս, երբ այնտեղ այդ ընտրարշավը սկսվեց, հենց առաջին իսկ օրը վարչապետը ժամանեց Գյումրի եւ ասաց հետեւյալը, որ այս տեխնացուները կրիմինալ են եւ ընտրությունների մեջ մտել են մի բանի համար, որ իրենց ապօրինի գույքը, որի վրա վարույթ կա, փրկելու համար։ Սրանք կրիմինալ են, ասում է վարչապետը։ Հիմա հարց է առաջանում, եթե կրիմինալը ինչ գործ ունի ընտրությունների։ Սա եւս հարց է։ Հիմա այս մարդիկ, որոնց վրա գործեր կան եւ որի հետ կապված նաեւ կա մարտի 1-ի դատավճիռ, իսկ նրանք ֆիգուրանտներ էին այդ ամենում, չէ՞։ Հիմա էլի հավակնում են լինել ընտրական process-ի մասնակից։ Հիմա հարց է առաջանում հանցագործ թե ընդդիմադիր, ինչպես ասում եմ, մեր հարգելի ընդդիմադիր գործընկերներ, ընդ որում այդ 4 բառից 4-ն էլ սուտ է, էլի, մերը չեն։ Ընդդիմադիր չեն, որտեղ ընդդիմադիրը նա է, ով պետության համար ավելի լավ տարբերակներ է առաջանում եւ վիճարկում է հարգելին հարգելու բան չեն։ Գործընկեր դիչ գործընկեր, եթե դու կոնկրետ պետության ու հասարակության դեմ ես գործում, ինչ ոնց ես գործընկեր։ Իմ գործն ուրիշ է։ Համեցեք։ Բացի նրանից, որ ընդդիմադիր չեն, կոնկրետ իրանք գործակալներ են, ես կասեի։ Ռուսական գործակալներ, որովհետև նրանք ռուսական թևն են առաջ տանում, ոչ հայկական, այսինքն իշահ Ռուսաստանի դա բացեիբաց արդեն ասում են եւ ի վնաս Հայաստանի հետեւաբար այսինքն արդեն ստեղ իրանք որպես գործակալներ են հանդես գալի, այլ ոչ թե քաղաքական գործիչներ։ Իրանք ուղղակի բան են, այնտեղից հեռախոսով զանգում են, այստեղ այդ պարլամենտում խոսում են։ Այսինքն ոչ թե քննադատում են, տեսեք, օրինակ էլի օգոստոսի 8-ի գոնե գիտեք ինչ, օգոստոսի 8-ին, որ այսքան 30 տարի պատերազմներ ենք ունեցել, գոնե ձևական ուրախանային։ Եվ շնորհավորեին կառավարությանը, շնորհավորեին Նիկոլ Փաշինյանին ձեռք բերման համար։ Հիմա ուզում եք, որովհետև ռուսները ուզում են ոչ տեղ պատերազմ լինի։ Այո։ Որտեղ այդ ժամանակ իրանց դերը մեծանում է։ Ախր դուք հայ եք։ Հիմա այդ բանը պայմանագիրը, որ ստորագրվել է, նախասորագրվել է, դա պիտի բոլորը ցնծային, ինչ կապ ունի։ Չէ, ընդդիմադիր ես թե իշխանական ես, դու հայ ես, հայ ժողովուրդ ես դու ներկայացնում վերջի վերջը։ Հիմա դա լավ էր հայ ժողովրդին, թե վատ էր հայ ժողովրդին։ Ուրախացեք, շնորհավորեք մեկը։ Ես կարծում եի գնան իրար շնորհավորեն, կապ չունի, Նիկոլն արել, թե ես եմ արել, ինչ կապ ունի ով արել։ Մեր ջահելները չեն զոհվելու։ Ահա, մենակ սրա համար ուրախացեք, ժպտալ, ես մի հատ ժպիտ չտեսա դրանց դեմքին, որտեվ ինչի, որտեվ Մոսկվայից ասել են, չէ, այդ մենք պետք է անենք, արելա Թրամփը, ուրեմն բան արել, դա լավ բան չի։ Արա, մեր պետության համար է, մեր պետության խաղաղությունն է, որ մեր երեխեքը չեն զոհվելու, ռուս երեխեքը գալու զոհվեն, չէ, մենք պետք է զոհվենք։ Եվ այս պայմանագրի ուրախությունը գոնե, գիտեք ինչ, թող տևեր, ասենք, մի շաբաթ 10 օր, հետո նորից իրար միս կերեք, բայց եկեք իրար շնորհավորենք, հա։ Ես չտեսա մեկը, որ ուրախանում է դրանցից։
Իսկ դա ինձ համար մեծ տոն էր, որտեղ ես ամեն օր սպասում էի, որ հեսա պատերազմը սկսվելու։ Այո, ժամանակներն այդպիսին։ Այո, այդ ես ակնանում էի, ասում էի փառք Աստծո, որ չսկսվեց պատերազմը այսօր էլ։ Եվ ձեր հարցին էի ուզում հետ գայի, մոռացա արդեն ուրիշ կողմ գնացի։ Հա, այդ երկու կողմից էլ իրանք բան չէ, հա։ Ընտրություններին մասնակցել, այդ ընտրություններին, նայեք, երկու հատ վատ բան կա։ Առաջինը դե իհարկե, որ ընտրություններ չեն սա բանը Հայաստան լինել եւ չլինելու հարցը ինձ համար, որովհետեւ եթե գա այդ քոչարանական թևը, ոչնչացնելու է Հայաստան չի լինելու, դառնալու են գուբերնիա։ Այս կողմից ես տեսնում եմ դա փաստ է, իր հանդիպումները, մեր կառավարության աշխատանքը 24 ժամ աշխատում են այս տղաները, որպեսզի չկորցնենք մենք մեր ինքնությունը, ինքնավարությունը։ Եվ սա արդեն բանը ակնհայտ է, այս երկու ուժերն են, ոչնչացնող ուժերը, այսինքն ստերկացնող Հայաստանը եւ Հայաստանը փրկող։ Հիմա էս է իրավիճակը։ Եվ երկրորդը, որ դիմում են այդ քրեական տարրերին, որպեսզի ընտրություններին մասնակցեն։ Դա շատ վատ բան է, որովհետև գիտեք, այսպես թե այնպես այդ քրեական տարրերը պետք է լինեն հասարակության մեջ։ Բայց երբ որ քրեական տարրը գալիս է, բայց իրենք իրենց տեղն ունեն, ոչ թե որպես ընտրական պրոցեսի մասնակից, գալիս են իշխանություն են վերցնում, կամ հավակնում։ Հա, գիտեք ինչ արինում, այն որ ծոր փարակարում եղավ։ Այդ ով է մեղավոր։ Լսի, այդ տղաները մեղավոր չեն, որ զոհվեցին։ Մեղավոր է այն կուսակցությունը, որը առաջ է տանում մի մարդու, որը չունի ոչ մի կրթություն, անկիրթ, խոսալ չգիտի, սև անցյալ ունի, ինչ-որ հանցագործություններ ունի հետևում արված։ Ասենք աշխատելա, չգիտեմ, ոստիկանության որոշ բաներում, որ մի խոսքով ընդեղից են հանել, չգիտեմ ինչ։ Այսինքն ոնց է, այսինքն հանցագործության բան անում, տանում են քաղաքական կուսակցությունները։ Ինչի համար, որ իրանք շատ ձայն բերեն ընդեղից, սենց բան է, երևացող տղա է, գողական տղա է, ընդեղ ունի իր շրջապատը, եւ որով որ այսպես մարդասպանության կարա հասնի վերջում։ Չի կարելի զգուշ է պետք լինել, սա պետությունն է, ժողովրդի մասին պետք է մեկը մտածի։ Եվ ես շատ կուզեի, որ օրենք ընդունեին, որ նման, օրինակ Իտալիայում, եթե ուզում ես ոստիկան աշխատես, քո պապը պետք է իրավական խախտումներ առաջ չլինեն։ Այստեղ հենց ինքը բան է, հանցագործ է, ընտրում է քաղաքապետ, չգիտեմ, մարզպետ, Այս ինչ եք անում։ Իտալիան էլ մի երկիր, որտեղ կազմակերպված հանցավորությունը խորը պատմական արմատներ ունի։ Բայց իրանք արդեն 70 տարի է պայքարում են։ Զտել, օրինակ դուք գիտեք Իտալիայում իրավունք չունեն արտահայտություն անել, մաֆիա արտահայտություն անելը արդեն ժողովուրդը քեզանից կհիասթափվի։ Ես ասում մաֆիոս, մաֆիա։ Իսկ ես մի հատ էլ բան ասեմ, այդ որ ասում եմ իմ ձևով Դա գիտեք ոնց է իտալերեն թարգմանվում, բան էլի, ոչ թե բառացի, այլ ընկալման։ Կոզա նոստրա։ Իսկ կոզա նոստրան դա մաֆիայի նշանաբանն է, հասկանում եք, մեր ձևով։ Էս էլ է պետք հասկանալ, լսի, սա արդեն օրինակ, եթե կոզա նոստրա ասես էլի Իտալիայում, շատ վատ հետևանքներ կունենա, որտեղ դա մաֆիայի բանն է, նշանաբանն է։ Այստեղ գալիս է Մոսկվայից մեկը, ասում է կոզա նոստրա։ Եվ ես չգիտեմ, այդ ոնց կարելի է, լսեք, չի կարելի, կամ եկել է ասում է թքած ունեմ հեցի վրա, լսի, հեցը մեր հարստությունն է, որ դու գողացել ես մեզանից և հասցրել ես մի հատ ահավոր վիճակի, որ չեն կարողանում վերականգնել, ես իմ քանի տարի է պետք։ Մի խոսքով, պետք է շատ ավելի ուշադիր լինենք և թույլ չտանք հանցավորներին անգամ Հայաստան մուտք գործեն Ռուսաստանից է, չգիտեմ, Ամերիկայից է, հիմա էլ մեկ եկել է այն բանը, այդ իր դատապաշտպանը, ադվակատը, չէ, այդ Սամվելի բան անում։ Խոստանում է գրոհել Հայաստանը։
Այդ ինչ արտահայտությունն է։ Աղա ջան, դու ով ես։ Ոնց ինքը Ամերիկայից է, չէ՞ կարծեմ։ Որտեղից ուզում։ Ոնց որ ես ասեի, գրող ենք բանը Ամերիկան։ Հա, այդ արտահայտության համար ինքը ամերիկացի չլինելով։ Հա, այդ արտահայտության համար հաստատ քեզ քո մուտքը կարգելվեր Ամերիկա։ Հրապարակային։ Եվ եթե դատական բաներ չբացվեր, ամեն դեպքում դու իրավունքներդ 0 կլինեին։ Ոնց է, ի՞նչ է նշանակում գրող ենք Հայաստանը։ Եվ շատ կարճ ամփոփելով պարոն Ավետիս, Հայաստանը թևակողել է մի շատ կարևոր մի փուլ, պատմական փուլ։ Դա ըստ էության իր հարաբերությունների վերանայումն է արտաքին աշխարհի հետ, որն էլ իր հերթին թելադրում է շատ մասշտաբային ներքին, այսպես վերափոխումներ, եւ սա իրոք ծանր բեռ է ցանկացած իշխանության համար եւ այս պահին Հայաստանում գոյություն ունեցող ողջ քաղաքական դասի համար, որը բարձր չէ, այս խնդրի ծավալներն այնպիսին են, որ առանց հասարակություն, պետություն, սերտ եւ փող վստահելի գործընկերության չի ստացվի, ոչ մի իշխանություն չի կարող սա անել առանց այդ գործընկերության, հա։ Դուք ինչպես եք տեսնում, այսպես ասենք, մեր հետագա ընթացքը այս ամենը հաշվի առնելով։ Պետք է շատ սթափ լինել, գիտեք ինչ, երբ որ հասական է ճանապարհը ժամանակները, այդ ժամանակ պետք է էգոիզմը մի կողմ թողնես, քո սկզբունքները անգամ մի կողմ թողնես եւ դեր կանգ, գիտես ինչ, երեխա եթե հիվանդ է, դու չպետք է ասես, վայ ես գործի պիտի գնամ այսօր, չէ, դու երեխում պիտի տանես հիվանդանոց, բուժես, բան անես, չէ, այսինքն էքստրեմալ վիճակ է։ Եվ այդ էքստրեմալ վիճակը հիմա Հայաստանում է։ Հիմա մենք պետք է կարողանանք մեր էգոն մի կողմ թողնենք եւ դեր կանգնենք մեր պետությանը։ Ինչ որտեղ էլ բան անենք, այդ խստությունը, ես մի քիչ լավ եմ Հայաստանի վիճակը, առաջինը ես եմ քննադատելու կառավարության սխալներին։ Բայց ես տեսնում եմ, որ իմ կառավարությունը այսօր փրկողակ է փնտրում ամբողջ աշխարհում, տարապում է, աշխատում է, որպեսզի խնդիր լուծի։ Հիմա մենք ունենք շատ կարևոր խնդիր լուծել։ Հիմա լուծենք այս խնդիրը, հետո ձեր այս կուսակցական գզվրտոցը ինչքան կուզեք շարունակեք։ Հիմա ես պետք է հասկանալ, որ մենք բոլորս, ես օրինակ դրա համար որոշեցի այսօր կանգնեմ մեր պետության կողքը, չեմ ասում կուսակցության կողքը, պետք է կանգնել պետության կողքը եւ աջակցել պետական գործիչներին։ Օրինակ ինձ շատ տհաճ է, որ մի պետական գործիչ գնում է, ասենք Ամերիկա կամ Եվրոպա, հանկարծ այնտեղ հավաքվում են հայեր, հայկական համայնքներ ու բան են անում, այդ գործիչին ինչ որ ցույցեր են անում իր դեմ, ինչի է եկել եւ այլն եւ այլն։ Լսեք, սպասեք մի քիչ։ Չի կարելի այս մազից են կախված, մանավանդ սփյուռքը, ամերիկյան սփյուռքը, ռուսական սփյուռքը, տեսակ բան էին անում, ցույց էին անում Մոսկվայում։ Ինձ էլ զանգում են, ասում են իմ ընկերները Ռուսաստանից, ես բա մեր Ղարաբաղը, բա մեր էս, բա մեր այն, ասում եմ լավ, դե մի անգամ ցույց արեցիք բանում Կրեմլում, որ ձեր Ղարաբաղը ռուս խաղաղապահները հանձնեցին, գնայք հարցնեք բանին, չգիտեմ Լավրովին։ Այդ որ սրիկան արեց, որ սրիկայի հրամանով արտգործ նախարարություն, գնայք կանգնեիք արտգործ նախարարություն, Լավրովին ասեիք հələ ինչի, արա։ Էս ինչ արեցիր։ Դու պետք է 7 բան տայիր։ Էս ոնց եղավ, որ այդ 7-ից բացի ամբողջը տվեցիր։ Էս ինչեր ես, դե գնայք խոսայեք մի հատ, չէ, կնստեն Մոսկվայում, դուք սենց վատնեք, ձեր ղեկավարը վատնա։ Այս եմ ասում, պետք է համախմբվենք պետության կողքին, պետության։ Երբ որ պետությունը կկայանա, ճանապարհները կբացվեն, բանի Սյունիքի հարցը կլուծվի վերջնականապես, ստորագրությունը կդնեն երկու կողմից, կսկսի աշխատել պետությունը, լես այն ժամանակ սկսեք ձեր սեպարատիզմը։ Շնորհակալ եմ, պարոն Ավետիս, ձեր այս կարևոր
դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար միշտ ուրախ եմ ձեզ տեսնել։ Միշտ հանդիպում։ Ամենայն բարիք։ Շնորհակալ եմ։ Մենք լսեցինք մեր գործընկեր քանդակագործ եւ արվեստաբան Վիգեն Ավետիսին, լսեցինք իր դիտարկումները կապված վերջին շրջանի ներքաղաքական մի շարք իրադարձությունների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։ Ջերուսման սեզոնին ընթരാճ մեծ ակցիա իդեալ համակարգում։ Իդեալ համակարգը ներկայացնում է նոր խնայողության բանաձև։ Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Այսինքն ձեռք բերելով Ջերուսման ամբողջական խնայող համակարգ մատչելի գնով ստանում եք 100,000 դրամի սերտիֆիկատ իդեալ համակարգի կողմից։ Իսկ վճարումը կարող եք կատարել ապառիկ 18 ամիս առանց որևէ տոկոս վճարելու։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Երեք, երկու, մեկ, գնացինք, աննախադեպ ակցիա իդեալ համակարգում, գնեք 3 քառակուսի մետր սալիկ և ստացեք ևս 2 քառակուսի մետրն ընդամենը 1 դրամով, եվրոպական լավագույն արտադրողների ավելի քան 3000 տեսակի ոճային սալիկներ 1 հարկի տակ աննախադեպ պայմանով, գործում է նաև ապառիկ վաճառք 18 ամիս 0% տոկոսադրույքով, կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ, մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների զարգացմանը զուգահեռ հարաբերությունները զարգացնում Ադրբեջանը։ Ինչպես հայտնի է, մինչև Թրամփի ընտրությունը Ադրբեջանը ամերիկյան հարաբերությունները գտնվում էին խորը ճգնաժամի մեջ, սակայն, այսպես ասենք, կոնյունկտուրան փոխվեց։ Փոխվեց զուգահեռաբար ադրբեջանա-ռուսական հարաբերությունների այս վիճակի հետ, վիճակի փոփոխության հետ։ Եվ ահա Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների ներդաշնակեցման տրամաբանության մեջ Վաշինգտոն է այցելում Ադրբեջանի կրոնական առաջնորդը Ալլահ Շուքյուր Փաշազադեն։ Եվ այնտեղ իր հանդիպումների ընթացքում համաձայն պաշտոնական մամլո հաղորդագրությունների նա սկսում է սրտնեղել։ Ինչից է սրտնեղում պարոն Փաշազադեն։ Առաջինը նախ նրանից, որ նա բողոքում է հայ առաքելական եկեղեցուց, իբր հայ առաքելական եկեղեցին խոչընդոտում է խաղաղությանն ուղղված ջանքերին,
եւ պետք է, ասենք, ինչ-որ այդտեղ միջոցներ ձեռնարկել, ինքն է ասում։ Երկրորդը, ինչից են սարտնեղում, որ Միացյալ Նահանգներն, ինչպես հայտնի է, ամենամյա զեկույցներ են հրապարակում ամբողջ աշխարհում կրոնական ազատությունների եւ դավանանքի ազատությունների վերաբերյալ երկիր առ երկիր եւ Ադրբեջանի հետ կապված այնտեղ լրջագույն խնդիրներ են նշվում եւ ահա պարոն Փաշազադեն խոսում է այն մասին, որ խնդիրները չկան, խնդիրները լուծված են եւ Ադրբեջանը հայտնի է իր բազմամշակութային բազմակրոն, տոլերանտ, այսպես մթնոլորտով ինքն է ասում։ Եվ այստեղ հարց է առաջանում, բա հենց այդ տոլերանտությունը գալիս եւ վերջանում է հայկական կրոնական ժառանգության նկատմամբ այդ վերաբերմունքի վրա է վերջանում եւ մենք տեսնում ենք ուղղակի անհանդուրժողականություն, շատ դեպքերում նաեւ հուշարձանների վերացում, փորձենք հասկանալ ինչ է ուզում պարոն Փաշազադեն եւ ինչ շանսեր ունի նա իր ուզածը ստանալու համար։ Բացի դրանից հարց կա նաեւ հայ կալանավորների հետ Բաքվում, նրանք կալանքի տակ են գտնվում այնտեղ, ոմանք որպես գերիներ, պատանդներ ըստ էության այդ խամաճիկային արդարադատության, ճակերտավոր արդարադատության ձեռքում եւ արտգործ նախարարը Հայաստանի ԵԱՀԿ գործող նախագահի հետ այդ համատեղ ասուլիսի ժամանակ խոսեց այն մասին, որ առաջիկայում կարող են լինել լավ նորություններ սրա հետ կապված։ Ինչ ձևով է դա արվում կամ ինչից դրդված բան կարող է փոխվել Ադրբեջանում եւ այստեղ շատ կարեւոր իրավական ասպեկտներ կան։ Եվ իհարկե Հայաստանը չի ստորագրել, բայց նախաստորագրել է պայմանագիրը Ադրբեջանի հետ, որով կողմերը հետ են կանգնում այդ միջպետական հայցերից, բայց հայտնի է, որ նոյեմբերին ՄԱԿ-ի այդ արդարադատության դատարանը միջազգային նոր նիստ է պլանավորել կապված Հայաստանի եւ Ադրբեջանի այդ փոխադարձ հայցերի վերաբերյալ, այս ֆոնին այնտեղ ինչ է սպասվում, դժվար է հասկանալ։ Եվ բացի դրանից էլ այո, մարդիկ, բազմահազար մարդիկ համարում են եւ արդարորեն համարում են, որ իրենց իրավունքները խախտվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից եւ եթե կա միջպետական պայմանավորվածություն, ապա առանց պետության առնչության ինչ ճանապարհներ կան արդարությունը վերականգնելու համար։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար տեսակապով, մեր հյուրը Լոս Անջելեսից է, ճշմարտություն եւ արդարադատություն կենտրոնի ղեկավար, փաստաբան եւ իրավագետ Գոռ Մնացականյանն է։ Բարև ձեզ, պարոն Մնացականյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ ձեզ տեսնել։ Ողջույն, պարոն Մերավյան, շնորհակալություն հրավերի համար, ուրախ եմ։ Պարոն Մնացականյան, սկսենք Փաշազադեի ամերիկյան այցից։ Նա այցելել է Վաշինգտոն, հասկանալի է թե ինչու է այցելել, ինչի ակնկալիքով է այցելել, նախաբանումս էլ նշեցի այդ մասին, թե ինչու է նա նաև սրտնեղել, ձեր մեկնաբանությունը որպես իրավագետի, որպես իրավաբանի համեցեք։ Շնորհակալություն հարցի համար։ Փաշազադեն ինքը շատ կոնտրովերսիալ եւ հին դեռ խորհրդային ժառանգություն է միգուցե, հա, շատ հետաքրքիր ինքը պատմություն ունի միգուցե ինչ-որ շպիոնաժ, KGB ու դեռ հա հետ խորհրդային ժամանակներից մինչև հիմա դեռ վերջերս եթե չեմ սխալվում 21 թե 22 թվականին
սկանդալային արշավ սկսվեց, հա, Փաշազադեի հայտարարությունների համար, որը պնդում էր, որ ի շնորհիվ Իրանի Ադրբեջանը հաղթեց Ղարաբաղյան պատերազմում եւ այլն եւ իրանական շպիոնաժի մեջ նա մեղադրվեց, հետո Ալիևի կողմը պաշտպանեց նրան, որը ցույց տվեց, որ նա պաշտպանված է նախագահի կողմից, ինքը հայտնի է շատ Ալիևին հաջողանալու իր ունակությունների համար եւ այլնի, կներեք ինձ մոտ լույսը բան եղավ, չգիտեմ ինչի, Ամերիկայի լույսի խնդիր է լինում, հեսա կա երևի կվերականի։ Շատ հետաքրքիր։ Շինարարություն են անում մեզ մոտ։ Եվ նա իր որդին կապված է ինչ-որ չարլեզուները ասում են, որ կապված է անօրինական ալկոհոլի մուսուլմանական երկիր Ադրբեջան ներմուծելու համար եւ այլն եւ կա իհարկե ռուսական կապ, որտեղ նա ինքը ոչ միայն Ադրբեջանի կրոնական, այլև անդրկովկասյան, ռուսական մասերում։ Այսինքն կարող է շատ տարբեր ակունքներ ունենալ այս սաբոտաժի փորձը, խաղաղության այդ հին այն մարդիկ, որոնք որ շահեր ունեն այս խաղաղությունը չլինելուց, ոգևորելուց պատմական ինչ-որ խժդժանքներ, որը շահը հենց ոչ խաղաղությունից շահ չունեն այսպիսի մնացորդները եւ իհարկե փորձեր կլինեն այսպիսի բաներ ասել 2008 թվականին դեռ ասել էր որ հայերի արյան մեջ կա ստորություն եւ դավաճանություն եւ խաբեություն Էջմիածինը վերջերս մայիսին ասեց որ պատմական ադրբեջանական հողերի վրա եւ զավթված այդպիսի փորձեր իմ կարծիքով կլինեն ցավոք սրտի տարբեր կողմեր ոչ միայն ադրբեջանի կողմից որը չար նպատակներով կփորձեն խաղաղությունը եւ պայմանագիրը հարցի տակ դնել որպեսզի պահպանել ինչ որ լծակներ կամ ինչ իրենց գործունեություն Ես չեմ բացառի, որ գալիս է ադրբեջանական բարձր ղեկավարության կողմից կարող է ինչ-որ սխեմա իմաստնել, բայց համել չեմ բացառում, որ կարող է ուղղակի ամբիցիոզ փորձել հաճույանալ, ասել, անել ինչ-որ մի բան, որը ճիշտն ասած, եթե մենք ճիշտ օգտագործենք, սա մեզ օգտակար են, որովհետև այսպիսի հայտարարությունները համ դեմ են, դուք նշեցիք միջազգային արդարության դատարանի հրահանգներին, հա, միջանկյալ միջոցներին կոնկրետ վատելության խոսքներ ասելը մյուս երկրի նկատմամբ, որ միջազգային Ադրբեջանի նկատմամբ համ վերաբերվում էր ղեկավարությանը, համ էլ հասարակությանը, իսկ սա բարձր պաշտոն է, համ էլ իհարկե սա դեմ է այսպիսի խոսույթը դեմ է հենց օգոստոսի 8-ին ստորագրված պայմանագրին Եվ նաև ես գիտեմ դուք հաջատեղյակ եք ձեզ մոտ հյուր եք ընկալել Global Army ղեկավարությանը լոբական որ զբաղվում է peace-ով, որը նույնպես այդ սաբոտաժ անելը խաղաղությունը եւ այդ լեգիսլատիվ օրենսդրության այս քննարկվում է հիմա այդ օրենսդրությունը, որը որ այսպիսի արտահայտությունները կհամարի խախտում խաղաղության խախտում, որը սանկցիաների առիթ կտա անձամբ Ալիևին, Ալիևի ընտանիքին, գազային, նավթային եւ բանկային, այսինքն այս ամեն ինչը կարող է եթե խելացի լինել ոչ թե ուղղակի օգտվել, հա, նույն զուրնայի տակ, եթե մենք չպահենք եւ ասենք, այ մուֆտին սա ասեց, դրա համար մեր ղեկավարությունը նա է ասում, այլ ընդհանրակ օգտվենք եւ ասել այսպեսի բան անընդունելի է։ Ես տեսա, որ եկեղեցիներ հայտարարություն անել շատ ուրախ եմ հայկական եւ կարելի օգտվել այսպեսի հին մարդկանց, հին մտածելակերպով, հա, ինչ որ տենց խզդժ հնամաշ, այսպես ասենք Հնամաշ մոդայից դուրս եկավ եւ բացի դրանից, պարոն Մուրադյան, եկեք չթերագնահատենք նաեւ այդ հասարակության մեջ տասնամյակներ հայատյաց խոսքը արմատավորված է շատ էս մարդկանց մեջ, որը որ
մի հրահանգով չի անցնի, հա, որ մի հրահանգով եւ մոռանանք, որ այսպեսի խոսույթ է եղել եւ նրանք շատերը կարող այսպեսի ես չեմ բացառի, որ կա տգիտություն, որը եւ մտածում է, որ Էջմիածինը գտնվում է ինչ-որ հողերի վրա, որը պատկանել են պատմական Ադրբեջանին, դա պետք է ուղղակի կրթել։ Այո։ Պարոն Մնացականյան, հիմա այս խոսակցությունները ցույց են տալիս, ինչպես նաև հենց Peace Act-ի այս ի հայտ գալու փաստն ինքնին, հա? Մեզ բերում են այն եզրակացության, որ Ադրբեջանը որքան էլ որ այո մասնակցում է այս օգոստոսի 8-ի համաձայնությունների մասը եւ մասնակցում է այս խաղաղության կառուցման գործընթացին, բայց այնուամենայնիվ ամենևին էլ սրտով չէ, ուղղակի ձև չունի չմասնակցելու սրան, որովհետեւ հետևանքները իր համար գոնե հաշվարկելի են, հա, բացասական, դա մի կողմից, մյուս կողմից էլ այո, Միացյալ Նահանգներում որոշակի անվստահություն կա Ադրբեջանի նկատմամբ եւ ահա այդ դեպքերի համար, այսպես ասենք, ապահովագրելու համար այս ակտը դրվում է շրջանառության մեջ, ձևավորվում է հրատապ սանկցիաների մեխանիզմ եւ այդ մեխանիզմը հանձնվում է պետքարտուղարի հայեցողությանը, որ նա այլևս առանց հավելյալ խորհրդակցությունների միանգամից գործի դնի, եթե կամ ագրեսիվ գործողություններ լինեն Ադրբեջանի կողմից, կամ օգոստոսի 8-ի համաձայնությունների սաբոտաժի գործողություններ լինեն Ադրբեջանի կողմից։ Ինչ եք կարծում, այս ամենը հաշվի առնելով, հա, սա ինչ ազդեցություն կունենա Ադրբեջանի վարքի վրա, որովհետև ըստ էության Միացյալ Նահանգներն ուղիղ տեքստով են ասում, որ այդ կալանավորներին քո մոտ պահվող վերջի վերջո ոնց որ ասում են քարը փեշիցը թափի մարդկանց բաց թող գնան իրենց տները։ Իսկ արտգործ նախարարն էլ ասում է, որ հնարավոր է առաջիկայում լինեն լավ նորություններ։ Ինչպես սա կմեկնաբանեք, պարոն Մնացականյան, համեցեք։ Peace Act-ի հետ կապված դուք միանգամայն ճիշտ եք ասում, որ ասում եք Ամերիկայում կա թերհավատություն ադրբեջանական կողմի պայմանագրերի պայմանների ընդունակ լինելու կապակցությամբ, հա, մենք շատ հաճախ տեսնում ենք բևեռների փոփոխություն, սկսած եւ հայերի հետ կապված եւ հարևանների, հա, Ռուսաստանի հետ մեկ եղբայր, մեկ թշնամի, հայերի հետ իհարկե ոչ մի պայմանագիր դեռ չի պահպանվել եւ այլն, եւ Ամերիկայում իհարկե օրենսդրության մարմինները կամ գաղափար մարմինները իհարկե քաջատեղյակ եւ ծանոթ են դրան։ Դրա հետ մեկտեղ իհարկե Ադրբեջանը մեծ ռեսուրսներ է ներդնում, դուք նշեցիք կրոնի հետ կապված Ադրբեջանի բողոքի ցույցը, որ մենք այսպիսի տոլերանտ ենք եւ մեզ ըստ մեր արժանվագույն չեք գնահատում քաղաքական ես կնշեմ այդ ամիջը արվում է փողի եւ լոբիին կա Ամերիկան Վաշինգտոնում եթե չեմ սխալվում մի քանի ձեռնարկություններ կան որոնք որ ոչ փոքր գումարների համար ակտիվ կերպով առաջ են տանում ադրբեջանական կողմը, որ մենք լավն ենք, մենք այսպես ենք, մեզ հետ աշխատելը ձեռնտու է ցանկացած լոբիական կազմակերպության նման մեծ գումարներ են ծախսում, որպեսզի այդ շղարշ ինչ որ դրեն ուրիշ կերպով ներկայացնելու, բայց իհարկե ես պետք է գնահատեմ հայկական կողմի աշխատանքը այստեղ, որ հայկական կողմը այստեղի հայկական գլոբալ արմը դրանցից մեկը, որ ակտիվ աշխատում էր, որ հակառակ թեզի վրա եւ Վաշինգտոնում ներկայացնել եւ մարդկանց տեղեկացնել փաստերի վրա, նույն մեր կենտրոնը, հա, մենք այդ փաստերը անդադար ռեգուլար կերպով ներկայացնենք, որպեսզի մենակ լոբիական միայն
ինչ-որ ճաշկերույթների կամ ինչ-որ սեղանների շուրջ չորոշվի քաղաքականություն, այլ որոշվի իրական փաստերի հիման վրա։ Իսկ կրոնի հետ կապված նույն բանը արվում է ինչ-որ փոքրիկ, փոքրիկ հուդայական համայնքը ինչ-որ Ադրբեջանում Բաքվում որ պահպանվել է շատ փոքր։ Նրանք գաղտնի չի, որ ինչ-որ վարսատրության եւ այլնի անդր մենք տեսնում ենք նույնիսկ Արցախյան պատերազմի ժամանակ ինչ-որ օրթոդոքս հրյաներ իրենց հատուկ այդ մազերի, գլխարկների եւ այլ ձևերով, որ հայտարարություններ են անում, որ եղբայրական մուսուլման ազգը Ադրբեջանը եւ ոչ հուդայասեր հայերը, որոնք որ նույն Իսրայելի հրյաների կողմից ասում են, որ այդպիսի բան չկա, իհարկե սա թուրիմացություն է։ Այսինքն փողային, ռեկլամային ինչ որ աշխատանք է։ Իսկ պետքարտուղարի կողմից միանգամից սանկցիաներ ունենալ, որպեսզի կարողանալ հենց կոնկրետ Ալիևի դեմ եւ գազային ինֆրաստրուկտուրայի դեմ, բանկերի դեմ աշխատելը իհարկե հիանալի միջոց է, որովհետեւ նույն կերպ Ադրբեջանի ստրուկտուրան է հասկանալի, որ դա երկիրը բրգաձև Ալիևից բխող է, նույնիսկ մուֆտին, որ խոսում է, մենք շատերս իրավունք ունեն կասկածել իր միտքն է ասում, թե Ալիևի միտքն է ասում։ Հանք դրա համար էֆեկտիվ կլինեն այդպիսի միջոցները, որպեսզի նույնիսկ փորձերը, բարուրում կանխվի եւ հնարավորություն տա շանսին։ Սակայն դրա հետ մեկտեղ համել կուզենամ նշել, որ այո, դժվար թե Ալիևի Ադրբեջանի նման երկիրը ինչ որ շատ մեծ ընտրություն ունի, եթե ամերիկան մասշտաբի երկիրը որոշում է, որ այսպես պետք է արվի եւ պնդում է դրա վրա, բայց ես կարծում եմ այն կարծիքին եմ, որ այս պայմանները այնպիսին են, որ ձեռնտու պայմաններ են նաեւ Ադրբեջանի, Ալիևի եւ այլնի համար, հա, բոլորը շահում են ինչ որ տենց այսպեսի կոնցեպտ կա այս Տրամպի ուղի բանի համար, որը որ կարծում եմ պետք չի թերագնահատել դրա ուժը, որովհետեւ իմ համեստ կարծիքով վերջիվերջո պատերազմները, խժդժանքները, կռիվները, գերեվարությունը, սպանությունը շատ հաճախ այդ ֆինանսական հողի, էկոնոմիկական հողի վրա է, ոչ թե նույնիսկ եթե դա բացատրվում է ազգատացությամբ կամ ուրիշ ինչ-որ բառերով, իրական պատճառը փողի հետ է։ Եվ պարոն Նացականյան, տեսեք խաղաղության պայմանագիրը, որը Հայաստանը եւ Ադրբեջանը նախաստորագրել են, ենթադրում է նաեւ փոխադարձ պարտավորություն հետ կանչել միջպետական հայցերը։ Խաղաղության հաստատման տրամաբանության մեջ դա հասկանալի է։ Սակայն հազարավոր մարդիկ արդարացիորեն համարում են, որ այնուամենայնիվ իրենց իրավունքները կոպտորեն ոտնահարված են եւ նրանք համարում են, որ իրենք իրավունք ունեն հասնելու իրենց իրավունքների վերականգնմանը։ Հիմա ինչ ճանապարհներով է դա հնարավոր անել, չառնչելով այս ամենին պետությանը, որ պետությունն էլ այնպես չլինի, որ գնա, այսպես ասենք, խաղաղության պայմանագրի խախտմանը դրա, ինչը հնարավոր էլ չի։ Ինչ ճանապարհներ կա եւ որն է անելիքը այս ուղղությամբ ձեր կարծիքով, մանավանդ ձեր կազմակերպությունը ահռելի աշխատանք է կատարել մարդկանց պատմությունները փաստագրելու, կոմունիկացնելու, հա, միջազգային իրավաբանական հանրությանը ծանոթացնելու առումով։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն Միրաբյան։ Մարդկանց իրավունքների հետ կապված դուք միանգամայն ճիշտ եք, պետությունը միայն պետությունը չէ, որ կարող է իրավունքների վերականգնման կամ պաշտպանման գործընթաց սկսել, մարդիկ անձնական հայցերով կարող են դիմել, կարող են համախմբվել եւ հասարակական կազմակերպություններով հայցեր բերել կամ նույն քրեական դատարանում, հա, փորձել մենք
նախկինում նաև նույնպես զրուցել ենք, որ կարող է հասարակական կազմակերպություն քրեական դատարանին դիմում ներկայացնի, որպեսզի պահանջի դատախազը հետաքննի եւ պատասխանատվության ենթարկի կոնկրետ անձանց ղեկավարության հանցանքների համար, պատերազմական հարցանքների համար եւ այլնի համար։ Դա կարող են անել անձնական մակարդակով, անձնական մակարդակով կան բազմաթիվ ՄԱԿ-ի ֆորումներ, որտեղ կարելի է դիմել, օրինակ Convention Against Torture, մենք զրուցել ենք դրա մասին, Եվրոպական դատարանը, բացի դատական process-ից կան նույնպես օրինակ դեկտեմբերին մենք Հագայում կներկայացնենք տուժածների, որոնց իհարկե մանրամասները այստեղ չեմ հիմա ասի, բայց տուժածների, որոնք Հագայում կներկայացնեն քրեական դատարանի համար, մեկը գերեվարված անձի հետ կապված, մյուսը տանջված, կտանքների ենթարկված, կտանքի ենթարկված կներկայացնեն հանրությանը, ՄԱԿ-ին կներկայացնեն եւ հուսանք դրանք նորից հետևանքներ կունենան։ Մարդիկ կարող են այդ ուժած անձինք, եթե իրենք, ես գիտեմ, որ Հայաստանում կան իրավական կազմակերպություններ, որոնք զբաղվում են մարդու իրավունքներով, հենց կոնկրետ, եթե իրենք քաջատեղյակ չեն, կարող են դիմել նրանց եւ նաեւ իհարկե որպես կենտրոնի ներկայացուցիչ ես խորհուրդ կտամ այդ մարդկանց դիմել կենտրոնին նույնպես եւ եթե ինչպես դուք ասում եք իրենց կորցրել են, դուժած են եւ կա ավելի կոնկրետ սպეციფიկ բաներ, շատ կարեւոր է փաստերի ճիշտ հավաքագրումը, փաստերի ճիշտ պահպանումը, որ ցանկացած ֆորումի, ցանկացած հնարավորության դեպքում կարելի լինի այդ փաստերը, եթե ոչ այսօր, ապա վաղը ներկայացնել եւ հաշվետվություն ստանալ։ Վերջի վերջո խաղաղությունը ես համոզված եմ, որ արդարադատության հետ սերտ կապված է եւ պետք է այս հարցերի խնդիրներին լուծում տալ եւ պետությունը միակ ճանապարհը չէ դրանում։ Պետությունը ունի ճանապարհ դեռ քանի խաղաղության պայմանագիրը վերջնապես կնքված չի, ես կարծում եմ պետությունը հուսով եմ, պետությունը շարունակում է արդարության դատարանի գործին մեծ ուշադրությամբ, մեծ պատասխանատվությամբ մոտենալ եւ շարունակել օգտագործել այդ մեծ լծակը եւ նույնիսկ կարող է այդ լծակն էլ մեկից է որ գերիների վերադարձը վերջնականապես արվի խաղաղության պայմանագիրը մի օր շուտ կնքվի եւ այլն, որպեսզի կարողանա դա պետությունը ժամանակից շուտ այդ գործից չհեռանա։ Եվ ամփոփելով, պարոն Մնացականյան, նաև մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի ռեյտինգները լինի դա կոռուպցիայի հետ կապված իրավիճակի, թե լինի մարդու իրավունքների, Ադրբեջանը գտնվում է այդ բոլոր գլոբալ ռեյտինգների ուղղակի հատակում։ Մինչդեռ Հայաստանը շահեկան դիրքում է եւ նաեւ ռեսուրս ունի ել ավելի բարելավելու իր դիրքերը ժողովրդավարական համակարգի եւ պրակտիկաների զարգացմանը զուգահեռ։ Այնպես է ստացվել, որ ժողովրդավարությունը նաեւ հզոր քաղաքական ռեսուրս է, որից զուրկ է Ադրբեջանը։ Ինչ անելիքներ որպես իրավաբան, իրավագետ դուք կուրվագծեք ըստ այդմ։ Ռեյտինգային առումով քաղաքական իրավունքի, քաղաքական ստրուկտուրայի ուժը մանավանդ փոքր երկրների հետ կապված
ինձ թվում է ժամանակի ընթացքում է դրանք, որ ավազ առ ավազ, հատիկ առ հատիկ ձևավորվում է այդ ուժը, հա, ոչ թե միանգամից։ Օրինակ Ադրբեջանի նման ուրիշ երկրներ ենք մենք տեսնում, որ կա փողի ստրատեգիական ինչ-որ շահերով մենք տեսնում ենք, որ ինչ-որ մեծ հզոր երկիր պաշտպանում է ինչ-որ փոքրի, որը որ կամ առաջ է տանում շահերը, որը ակնհայտորեն խախտում է դեմոկրատական սկզբունքները, խախտում է մարդու իրավունքի սկզբունքները, շատ հաճախ մենք ասում ենք կրկնակի ստանդարտներ, հա, այդպիսի բաներ, բայց հազիվ թե ես կմտաբերեմ պետություն, որը երկարատև ժամանակում շահում է դրանից։ Դրա համար նույն մեր սխալների վրա մենք կարող ենք սովորել, երբ որ այն հանգամանքներում, երբ որ մենք թերագնահատել ենք ազատ քվեարկություններ կամ ինչ-որ օրենքի ինչ-որ գերիշխանություն եւ այլն, մենք նույնիսկ ունեցածից ենք զրկվել, քանց թե ձեռք ենք բերել նորը։ Ես հաճախ տեսնում եմ այդպիսի սխալներ ադրբեջանական կողմից, հա, ամեն ինչ ուզենք, հիմա ուզենք, պարտադրենք սա, կամ ինչ-որ հայտարարություններ անել, որ Էջմիածինը գտնվում է ադրբեջանական հողերի վրա։ Սրանք շատ, ինչպես ասեցի, ժամանակավրեպ բաներ են, միջոցներ են եւ մենք կարող ենք ու ընդամենը ոչ ընդամենը։ Տեսեք, պարոն Միրաբյան, երբ որ 20 թվականին ես նոր, հա, մեր կենտրոնը նոր ձևավորվեց եւ մենք սկսել էինք ակտիվ անալ ինչ-որ Ժնև, գնալ եւ Եվրոպական խորհրդում ինչ-որ մասնակցել, ինչ-որ փորձել, զեկույցներ գրավել, մենք շատ հաճախ զարմանում էինք, որ մեր եվրոպական գործընկերները ինչպես ոնց որ ջայլամի նման, հա, որ երբ որ մենք ներկայացնում ենք, որ Ադրբեջանը հակահայկական օրենսդրություն ունի, հայերին արգելված է գնալ Ադրբեջան ազգանունի համար, կրոնի համար եւ ազգության համար կարող են նրանց դատել, բռնել, տանջել եւ այլն, եվրոպացիները շատ հաճախ զարմանում ասում են, բայց Ադրբեջանում կա 200,000 հայ ապրում, հայկական դպրոցներ կա, նրանք ունեն եկեղեցիներ, դուք ո՞նց եք sense ծախր կարելի է հասկացանք, որ խնդիր ունեք, բայց այսպես ակնհայտել եւ ինչ որ ժամանակ տևեց, որ մենք էլ հասկանանք, իրենց էլ հասկացնենք, որ լսեք դուք միակողմանի լսել էին Ադրբեջանից եւ չի լսել Հայաստանը, որ կա Արցախը կապ չունի Ադրբեջանի հետ։ Արցախը դա չի կարելի ընդգրկել Ադրբեջանի մաս եւ համարել, որ Ադրբեջան տոլերանտ է, որտեղ կա դադիվանք, որը դարավոր, հա, կրոնական հաստատություն է եւ մինչեւ այդ օրը պատարակներ են կատարում։ Դա Ադրբեջանի շնորհիվ չի կամ թույլտվության չի։ Դրա համար Հայաստանը պետք է կարողանա նորից փաստագրել, ներկայացնել, ակտիվ լինել հայկական, այսինքն ոչ միայն այդ ներքին աուդիենցիայի համար, ասել Ադրբեջանը տեսակ, մենք ավել ենք այս դեմոկրատիայի ցուցիչով կամ ես իմ լրատվության ազատության ցուցիչով, այլ դա ինչպես օգտվել է զեկույցներից, գրանցել, համեմատություններ անել միջազգային ֆորումներում, երբ որ ինչ-որ աշխատում են, դա ցույց կտա, որ մենք ավելի վստահելի ենք եւ նույն է TRIP-ի հետ կապված կամ ցանկացած ուրիշ միջազգային ֆորումում կարելի է այդ ամեն ինչը օգտագործել, որ նախընտրությունը տրվի Հայաստանին։ Իսկ Ադրբեջանում թե կլինի ինչ-որ կրիզիս, թե կլինի կամ նույն այդպիսի երկրներում, որտեղ որ օրենքը միշտ երկրորդվում, երրորդվում է եւ ազնական շահերը, կապերը, այդ քավոր սանիկությունը կամ մոնոպոլիաներն են առաջ գնում, դրանք կոռուպցիան, իհարկե, մենք տեսնում ենք, որ միշտ տեսել ենք, որ դա բերում է ինչ-որ կրիզիսի աղետի, որը կամ ռևոլյուցիա է, կամ պատերազմ է, կամ չգիտեմ, կամ ուղղակի ջնջվում է։ Հուսամ բոլոր քաղաքացիական անձինք եւ մարդիկ կլինեն առողջ ապահով եւ բարգավաճ կյանք կունենան։ Շնորհակալ եմ, պարոն Նացականյան, ձեր այս շատ կարևոր եւ հանգամանալից դիտարկումները մեր
հեռուստադիտողին ներկայացնելու եւ վերջին տեղեկությունները հաղորդելու, ինչպես նաեւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար միշտ նոր հանդիպում, ամենայն բարիք։ Ձեզ շնորհակալություն, բարի երեկո, հաջողություն։ Հաջողություն։ Ամենք լսեցինք մեր գործընկեր, փաստաբան եւ իրավագետ Գոռ Մնացականյանին Միացյալ Նահանգներից Լոս Անջելեսից, նա գլխավորում է ճշմարտություն եւ արդարադատություն կենտրոնը, դա միջազգային իրավաբաններից, իրավագետներից կազմված մի մեծ կենտրոն է, որը զբաղվում է մարդու իրավունքներով Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Լսեցինք իր դիտարկումները կապված միջազգային իրավական ոլորտում Հայաստանին առնչվող հարցերով վերջին իրադարձությունների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։ Ջերուսման սեզոնին ընթരാճ մեծ ակցիա իդեալ համակարգում։ Իդեալ համակարգը ներկայացնում է նոր խնայողության բանաձև։ Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Այսինքն ձեռք բերելով Ջերուսման ամբողջական խնայող համակարգ մատչելի գնով ստանում եք 100,000 դրամի սերտիֆիկատ իդեալ համակարգի կողմից։ Իսկ վճարումը կարող եք կատարել ապառիկ 18 ամիս առանց որևէ տոկոս վճարելու։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Երեք, երկու, մեկ, գնացինք, աննախադեպ ակցիա իդեալ համակարգում, գնեք 3 քառակուսի մետր սալիկ և ստացեք ևս 2 քառակուսի մետրն ընդամենը 1 դրամով, եվրոպական լավագույն արտադրողների ավելի քան 3000 տեսակի ոճային սալիկներ 1 հարկի տակ աննախադեպ պայմանով, գործում է նաև ապառիկ վաճառք 18 ամիս 0% տոկոսադրույքով, կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ, մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Եվ ուրեմն, մենք ունենք օգոստոսի 8-ի համաձայնություններ կայացած Վաշինգտոնում, համաձայնություններ, որոնք ձեռք բերվեցին Դոնալդ Թրամփի վարչակազմի, եւ իր օրոք այսպես հավաքված այդ թիմի բավականին ակտիվ ջանքերով, որոնք եկան լրացնելու այն ջանքերը, որոնք մինչ այդ Բայդենի վարչակազմի օրոք էին արդեն ուրեմն գործադրվում։ Եվ ահա Շարմ էլ-Շեյխում այս ամենին տրվեց նաև ամենալայն ընդգրկմամբ մի մեծ տարածաշրջանային չափում եւս, եւ այդ գագաթնաժողովին հրավիրվեցին նաև Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները, չհրավիրվեց Ռուսաստանը, չհրավիրվեց Չինաստանը։ Պրոցեսը ընթանում է բավականին բարձր տեմպերով։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտում 2 խումբ է աշխատում ըստ տեղեկությունների, մեկը առանձին թրիպի համար, մյուսը
ստորագրված երկկողմ հուշագրերի իրականացման ուղղությամբ ինչ ունենք այս պահի դրությամբ մանավանդ երբ այս խոսակցությունները գնում են Հայաստանում այսպես ներքաղաքական խմորումների ֆոնին, որն էլ տեղավորվում է իր հերթին ներքաղաքական մի կարևոր process-ի այս նախընտրական տրամադրությունների, նախընտրական համատեքստերի մեջ։ Եվ այս ֆոնին ռուսները առաջարկ են անում, այսպես հանդես են գալիս, հիշեցնելով, որ իրենց առաջարկն ուժի մեջ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական պայմանագիրը ստորագրեն Մոսկվայում, թողնելով իբր այդ ամենը մեր հայեցողությանը։ Իհարկե, այս ամենը կարելի է գնահատել որպես նաև ցինիզմ այն ամենից հետո ինչ տեղի ունեցավ, բայց այնուամենայնիվ տեսնում ենք Ռուսաստանի ուշադրությունը, գործերը խառն են, բայց հարավային Կովկասի ուղղությամբ չի նվազում։ Իսկ Դոնալդ Թրամփը այս խաղաղարար գործունեության ֆոնին վաղը ուրբաթ օրը ընդունելու է Վլադիմիր Զելենսկին եւ ինչպես ինքն է ասում, խոսելու են եւ օժանդակությունից եւ հարձակումից։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է քաղաքագետ, անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը, բարև եք եկել, պարոն Ղևոնդյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ ձեզ տեսնել։ Փոխադարձել։ Վստահաբար դուք հենց ձեր կենտրոնի այսպես պրոֆիլային պրիզմայով, հա, անվտանգության պրիզմայով դիտարկում եք այս իրադարձությունները, զարգացումը դեպքերի, հետևելով դրանց ընթացքին, նշածս գործոնները եւ ոչ միայն դրանք ձևավորում են, այսպես ասենք, ընթացիկ քաղաքական պահը, հա? Ձեր գնահատական, համաձայն։ Ես չեմ համաձայնի, որ կարելի է ուշադրություն դարձնել կամ վերլուծել իրավիճակը ֆիքսելով պահը։ Եկեք ամեն դեպքում հաշվի առնենք, որ միայնակ չենք աշխարհում եւ գործընթացները իսկ մնացած գործընթացները, որոնք տեղ են ունենում Հայաստանի Հանրապետության շուրջ եւ այնքան էլ Հայաստանի Հանրապետության շուրջ չէ, հեռավոր վայրերում, այնպիսի իրավիճակում են, որ մենք որևէ պահ ֆիքսելով ամբողջ պատկերը կաղճատենք։ Ես ավելի հակված եմ դիտարկել գործընթացները հենց գործընթացային տրամաբանության մեջ, որ դրանք դինամիկայում դրանք հիմա այսպիսին են, վաղը այնպիսին են, հաջորդ օրը կարող են լինել բացարձակապես այլ, եւ այս տրամաբանության մեջ պետք է նշենք, որ կարծես թե հարաբերականորեն, իհարկե ոչ ամբողջականորեն, հարաբերականորեն ամենակայուն եւ ամենականխատեսելի իրավիճակը այսօր կապված է ինչքան զարմանալի Հայաստանի Հանրապետության կամ մեր տարածաշրջանի հետ։ Ինչու՞, որովհետեւ այլ տարածաշրջաններում տեղի ունեցող գործընթացները այնքան այլ ընտրանքային հնարավորություններ են առաջարկում, որ երբ համեմատում ենք Հայաստանի հետ, երբ համեմատում ենք տրիպի իրականություն դառնալու, օգոստոսի 8-ի մնացած համաձայնությունների իրականություն դառնալու հետ, ստացվում է, որ այստեղ գոնե որոշակի ինչ-որ բան կա թղթի վրա, մյուս տեղերում նույնիսկ այդ թղթերը չկան։ Խոսքը իհարկե առաջին հերթին վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմին։ Հուսանք, որ վերջին զարգացումները հնարավորություն կտան նաև խոսել նմանատիպ հարաբերականորեն կայուն իրավիճակի մասին Գազայի հատվածում, Իսրայել-Պաղեստին հակամարտության շրջանակներում, առավել եւս, ինչպես դուք նշեցիք, Շարմ էլ-Շեյխում տեղի ունեցած գագաթաժողովից հետո, որի ընթացքում կարծես թե ինչպես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ, կողմերը Միացյալ Նահանգների նախագահ Տրամփի ներկայությամբ որոշակի պարտավորություններ վերցրեցին իրենց վրա եւ այդ պարտավորությունները պետք է իրացնեն։
Եվ ընդ որում այդ պարտավորությունները փոխկապված են ոչ միայն այդ ջենտլմենական խոսքով, այլ նաև կողմերից մեկի մյուսի նկատմամբ սպառնալիքով, ինչպես օրինակ մեր տարածաշրջանում, այսինքն Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների հարցում կան Հայաստանի եւ Ադրբեջանի միմյանց նկատմամբ որոշակի սպառնալիքներ, եթե տեղի չունենա այն գործընթացը կամ որևէ կողմ հետ կանգնի, ընդ որում սպառնալիքի գլխավոր աղբյուրը Միացյալ Նահանգներն է, որը կարող է պատժամիջոցներ սահմանել, կարող է օգնությունը կտրել Հայաստանի դեպքում եւ այլն։ Նույնը վերաբերում է նաեւ Իսրայել եւ այս դեպքում Համաս փոխհարաբերություններին, արդեն խոսվեց այն մասին, որ օրինակ Միացյալ Նահանգները կարող է Իսրայելի ձեռքերը ազատել եւ ասել հարձակվիր, եթե օրինակ Համասը խախտի այն համաձայնությունները, որոնք կան։ Ինչու եմ ես նշում, որ հարաբերականորեն ամենակայունը մեզ մոտ է, որովհետեւ կարծես թե այն փաստաթղթերը, որոնք ստորագրվեցին, այդ փաստաթղթերի շեղում գոնե այս 1.5 ամիսների ընթացքում չի եղել։ Եթե հաշվի չառնենք Ալիևի 1-2 հայտարարությունները, որոնք Փաշինյանը պատասխանեց։ Զանգեզուր։ Այո, Զանգեզուրի միջանցք եւ այլն։ Բայց գործընթացային առումով այն ինչ ստորագրվել է, փորձ է արվում քայլ առ քայլ դարձնել իրականություն։ Ես գտնում եմ, որ դանդաղ է արվում, պետք է ավելի արագ, կան մարդիկ, օրինակ Փաշինյանը ասում է այն մասին, որ չէ, եկեք դանդաղ գործենք, չշտապենք, որովհետև երբ շտապում ենք խնդիրներն ու եւ այլն, բայց այն, որ գործընթացը շարժվում է ինչ-որ ուղղությամբ, դա ակնհայտ է։ Իսկ այդ ուղղությունը հենց օգոստոսի 8-ի համաձայնությունների իմպլեմենտացումն է գետնի վրա։ Երբ դա արդյունք կտա, արդյունք այն իմաստով, որ մենք կտեսնենք, որ գործում են որոշակի դրույթներ, որոնք արդեն ստորագրվել էին օգոստոսի 8-ին, հուսանք, որ կարճ ժամանակում, բայց արդյունք այն իմաստով, որ մենք այսօր ունենք ինչ-որ մի փաստաթուղթ, որի վրա հենվելով կարող ենք մեր հարաբերություններում Ադրբեջանի հետ որոշակիորեն ավելի վստահ լինել, եւ դրա վկայությունն է օրինակ այն, որ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը արդեն հայտարարեցին, որ որոշակի չափով կրճատում են իրենց ռազմական բյուջեները։ Ռազմական բյուջեի կրճատումը նշանակում է այդ գումարները ծախսել մեկ այլ տեղում, օրինակ կրթության մեջ, օրթագրության մեջ եւ այլն, որտեղ բազմաթիվ խնդիրներ ունենք եւ ֆինանսները երբեւե բավարար լինել չեն կարող։ Տեսեք, այսպիսի արդյունքներ մենք արդեն գրանցում ենք, նմանատիպ արդյունքներ արդեն գրանցում ենք։ Իհարկե բոլորս ցանկանում ենք ինձնից սկսած, որպեսզի արդյունքները շատ ավելի տեսանելի լինեն, ավելի արագ կան, բայց չենք կարող չֆիքսել նաև այն, ինչ որ ես արդեն ասացի, որ շարժ կա։ Պարոն Ղևոնդյան, տեսեք, իդեպ վարչապետ Փաշինյանը, որին դուք նաև այս առիթով հիշատակեցիք, այսօր լրագրողների առաջ ճեպազրույցով կամ մինի ասուլիսով հանդես եկավ եւ այսպես դրվատանքի խոսքեր ասած այդ դինամիկայի հետ կապված, հա, կոմունիկացիաների մի կողմից, մյուս կողմից էլ դելիմիտացիայի դեմարկացիայի process-ների հետ կապված, որ թե Հայաստանի, թե Ադրբեջանի կողմից դրանով զբաղվում են համապատասխանաբար մեկական մարդ եւ դրանք փոխվարչապետեր։ Այո։ Եվ նաև խոսեց այն մասին, որ տրամաբանական է, քանի որ մենք արդեն թեվակողել ենք օգոստոսի 8-ի համաձայնությունների իրականացման փուլ, որ այդ դելիմիտացիան եւ դեմարկացիայի հենց առաջիկա փուլը տեղի ունենա հենց այդ թրիփի գոտում։ Ձեր մեկնաբանությամբ։ Իրականում բավական ժամանակ է այդ տեղեկությունը կա դաշտում, առ այն, որ տրամաբանությունը դելիմիտացիայի, դեմարկացիայի փոխվել է, նախկինում եթե կանոնակարգով հաստատված, հետագայում նաև համաձայնեցված էր միմյանց միջև, որ իրականացվելու է հյուսիսից դեպի հարավ, ապա հաշվի առնելով, որ պետք է կառուցվի ճանապարհ, իսկ ճանապարհը կառուցելիս անհրաժեշտ է, որպեսզի հասկանալի լինի, թե մինչև որտեղ պիտի այն կառուցեն ադրբեջանցիները եւ որտեղից պետք է սկսեն կառուցել Հայաստանի Հանրապետության կամ հայ-ամերիկյան այդ ընկերության ներկայացուցիչները եւ նորից մինչև որտեղ պիտի նրանք կառուցեն մինչև Նախիջևան եւ որտեղից նույնիսկ պետք է հանձնեն ադրբեջանցիներին։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ դեմարկացված, դելիմիտացված սահման, սահմանագծված, սահմանազատված սահման, ընդ որում ու վերջը հասկանանք որտեղ է։ Երկու կողմերից, բայց այստեղ կա շատ հետաքրքիր մի առանձնահատկություն, ես ճիշտ ասած չլսեցի, որ Փաշինյանը դրան անդրադառնա, բայց ես նշեմ, որ
շատ հետաքրքիր է, որ սահմանագծման, սահմանազատման աշխատանքների տրամաբանությունը նաև որոշակիորեն ըստ իմ ունեցած որոշ տեղեկությունների նաև որոշակիորեն վերաբերվել է Նախիջևանի վերևի հատվածին, երասխի հատվածին, Հայաստան, Թուրքիա եւ համապատասխանաբար Նախիջևան այդ հատվածին, ինչը կարող է նշանակել մի կարևոր բան, որ գոնե այլընտրանքային որևէ զարգացման պայմաններում, թե մենք Հայաստանի Հանրապետությունը, թե Ադրբեջանը, թե գուցե նաև Թուրքիան ենթադրում են, որ այդ երկաթուղին Հայաստանի Հանրապետությունից դուրս կարող է մտնելով Նախիջևան, հետագայում նորից մուտք է գործելու Հայաստանի Հանրապետություն։ Տեսեք, գիտենք, որ Թուրքիան հայտարարում է, որ արդեն գումարներ է ձեռք բերել, հիմնարկեք է արել եւ հայտարարում է, որ կառուցելու է Կարս Նախիջևան երկաթգիծը։ Ես ճիշտն ասած հակված չեմ հավատալ իրենց հայտարարած 5 տարվա ժամկետին, սովորաբար եւ կյանքը ցույց է տալիս, որ ոչ թե սովորաբար, այլ միշտ այդ ժամկետները խախտվում են, երկարում են 7-8 տարին ամենակիչը, ուրեմն հաշվի առնելով ռելիեֆը, հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, այդ երկաթուղու հնարավոր երկաթուղու հաշվի առնելով այն դժվարությունները, որոնք պետք է լինել հաղթահարել, պետք է լինի հաղթահարել 7-8 տարին ամենակիչ ժամկետն է, որ հնարավոր է դա կառուցել։ Իսկ Տրամպի ուղին գոնե մենք հայտարարում ենք, որ 2 տարում կլինի, թող լինի 3 տարում, 2 տարում չլինի, նույն տրամաբանության մեջ 1.5 անգամ այդպես եթե հարաբերականորեն դիտենք եւ այն եւ սա եւ ստացվում է, որ 2-3 տարի հետո գնացքի գիծը կամ գնացքները կարող են գալ անցնել Ադրբեջանով, ընդ որում ես նշեմ, որ ադրբեջանցիները գնացքի գիծը դեռ չեն ավարտել իրենց մոտ, իրենք պետք է ավարտեն, հասնեն Հայաստանի սահման 2026 թվականի ամռանն են իրենք ասում, տեսնենք, հասնեն Հայաստանի սահման, որից հետո մենք հասնենք Նախիջևան, հետո շարունակվի, ստացվում է, որ տեսականորեն 3 տարի կամ լավ 4 տարի հետո գնացքի գիծը կարող է գալ հասնել Նախիջևան։ Ուր է գնալու դրանից հետո Փակուղում չի մնա։ Հասկանալի է, ջուրֆայով կարող է մտնել դեպի Իրան, բայց այստեղ Իրանը չէ խնդիրը, դա խնդրի մեկ այլ կողմ է։ Այստեղ հարցն այն է, որ այս ճանապարհը անհրաժեշտ է, որպեսզի գնա եւ հասնի Թուրքիա, հետագայում նաեւ Եվրոպա։ Իսկ դրա հասնելու մեկ ճանապարհ գոյություն ունի այսօրվա դրությամբ եւ կարծում եմ 3-4 տարի հետո էլ միայն այդ մեկ ճանապարհն է գետնի վրա գոյություն ունենալու, դեռևս Կարս Նախիջևանը պատրաստ չի լինելու եւ այդ ճանապարհը Երասխով, Գյումրի, Կարս այդ հատվածն է։ Տեսեք, սրա մասին է վկայում նաեւ այն, որ թուրքական կողմը մի քանի անգամ արդեն հետաքրքրություն է ցուցաբերել Կարս-Գյումրի երկաթուղու վերականգնման նկատմամբ։ Այո, եւ երկկողմ խորհրդակցություններ, որը ուսումնասիրել է եւ այլն։ Այլ հարց է, որ եթե Մեղրիի հատվածում մենք դիտարկում Մեղրիի հատվածում այդ կառուցվելիք երկաթուղին կարող է լինել ցանկացած մեկինը այդ թվում եւ հայկական ընկերության եւ հայ-ամերիկյան ընկերության եւ այլ օպերատորի կառավարման ներքո, բայց Երասխ-Գյումրի մինչև Հայաստանի սահման հատվածը չի կարող լինել որևէ մեկի ուրեմն կառավարման ներքո բացի Հարավկովկասյան երկաթուղուց։ Եթե իհարկե մինչ այդ պայմանագիրը խզված չլինի, քանի որ Հարավկովկասյան երկաթուղու այդ պայմանագիրը մինչև 2038 թիվը հաստատապես գործում է, դրանից հետո էլ 10 տարի կարող է երկարացվել։ Բայց տեսեք, այստեղ կա արդեն Հայաստանի Հանրապետության աշխատանքի բավական մեծ դաշտ։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը փորձելու է լուծել աշխարհաքաղաքական խնդիրները, որպեսզի երկաթուղին Նախիջևան հասնելով տեսականորեն 2028 թվականին կամ 2029 թվականին շարունակի անցնի եւ հասնի դեպի Հայաստանի սահմանով դեպի Թուրքիա, որովհետեւ դա կենսականորեն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը։ Եթե Հայաստանը կարողանա լուծել այս խնդիրը, տեսեք, ես նման կանխատեսում եմ անում ինձ վրա այդպիսի համարձակություն դրսևորելով, եթե Հայաստանի Հանրապետությունը կարողանա լուծել այդ խնդիրը, եթե գնացքները սկսեն անցնել այդ ճանապարհով, շատ մեծ հավանականություն կա, որ եթե ոչ Թուրքիան, ապա Թուրքիայի այդ Կարս Նախիջևան երկաթուղին ֆինանսավորողները կարող է կորցնեն հետաքրքրությունը այդ երկաթուղու նկատմամբ։ Այսինքն այստեղ խնդիրը ոչ միայն Հայաստանով այդ մի քանի տարին անցկացնել է, այլ նաև կանխել է այն, որ հետագայում կարող է Հայաստանը շրջանցվել եւ Հայաստանը փաստացի բաց սահմանների պայմաններում նորից մնալ բլոկադայի մեջ։ Հիմա այս ամենը ինչ մենք քննարկում ենք, խոսում ենք հեռանկարներից, այս խոսակցությունները տեղի են ունենում, ուզենք թե չուզենք, նախընտրական պրոցեսների համատեքստում, հա, այսպես ասենք։ Եվ մենք շատ հստակ տեսնում ենք շատ որոշակի սուբյեկտների
քաղաքական դիրքավորումը, վարքը այս ամեն ինչի հետ կապված, որը շատ հստակ թիրախավորում է այս բոլոր պայմանավորվածությունների համալիրը, եւ նրանք պարզ խոսում են այն մասին, մենք գալու ենք վերաբանակցենք, մենք խաղաղությունը չէ, մենք արժանապատիվ խաղաղություն ենք վերելու, վերաբանակցելու եւ այլն, բայց վերականգնելու են Ռուսաստանի հետ դաշնակցային, չգիտեմ ինչը եւ այլն։ Ինչպիսի զարգացումներ գուցեև սպառնալիքներ եք առաջիկայում տեսնում, պարոն Գայվանյան, եւ ինչ անել դրանց հետ, մանավանդ մենք տեսնում ենք ուղղակի ապօրինի գործունեություն, որ մարդկանց կողմից ու այսպես ասենք մեր ավանդական մտածողության այդ իներցիայի ելնելով ուղղակի անպատկերացնելի է, չէ՞, հոգեվորականներ այսօր տեսնում ենք ինչ գործունեության մեջ են առերևույթ ներգրավված, այո, ամրության կանխավարկած չխախտեն, այո, ներգրավված եւ պետությունը ստիպված է նրանց մեկուսացնել հասարակությունից։ Անից։ Ես նշեմ, որ այն ինչ տեղի է ունենում ներքին քաղաքական դաշտում, ընդհանուր միտումների առումով նման է բոլոր նախընտրական ժամանակաշրջաններին։ Հաշվի առնելով արտաքին քաղաքական միջավայրը, ուղղակի այս դրսևորումները շատ ավելի սուր բնույթ են ստացել։ Տեսեք, Ռուսաստանի կողմից Հայաստանի ներքաղաքական դաշտում որոշակի մասնակցություն տարբեր ուժերի միջոցով եղել է թե մինչև 2018 թվականը իշխանության կողմից իհարկե, որովհետև դրանք Ռուսաստանին հաջող իշխանություններ էին, թե 2018 թվականի արտահերթ ընտրություններին, թե 2021 թվականի արտահերթ ընտրություններին եւ հիմա էլ նույն կերպ Ռուսաստանը փորձում է Ռուսաստան ասելով եկեք անպայման սա էլ շեշտադրենք, Ռուսաստան ասելով նկատի չունենք մեկ ամբողջություն, Ռուսաստանի տարբեր շերտեր, տարբեր նույնիսկ Ռուսաստանի կառավարման համակարգի էլիտայի տարբեր շերտեր, տարբեր ուղղություններով փորձում են աջակցել Հայաստանում որոշակի քաղաքական ուժերի, որոնցից որոշները գործում են շատ ավելի բացահայտ հակաիշխանական տրամաբանության մեջ, մյուսները մի փոքր ավելի նուրբ ձևերով, փափուկ ուժի կիրառմամբ են փորձում իշխանություններին որոշակի վնասներ տալ եւ այլն եւ այլն։ Ռուսաստանը աշխատում է եւ Ռուսաստանի աշխատանքը ավելի սուր բնույթ է ստանում, քան նախորդ ժամանակներում, քանի որ այսօր կա Ռուսաստան-Արևմուտք հակասությունը, Ռուսաստանը խնդիրներ ունի, քանի որ այսօր կա օգոստոսի 8-ի համաձայնությունները եւ Ռուսաստանը դրա հետ եւս խնդիրներ ունի, քանի որ այսօր Հայաստանում ընդունվել է օրենք Եվրամիություն դեպի Եվրամիություն գնալու մասին, Եվրամիության անդամակցության մասին եւ Ռուսաստանը դրա հետ խնդիրներ ունի, այսինքն գոյություն ունեն օբյեկտիվ պատճառներ, որոնք բերել են նրան, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում այս անգամ, ի տարբերություն նախորդ անգամների, այդ անտագոնիզմը մեկը մյուսի նկատմամբ սրվել է, ավելի մեծ է, ավելի վառ է արտահայտված եւ դա օգտագործվում է թե կուսակցություն, ընդդիմություն իշխանություն մակարդակում, թե դրանց հետ փոխկապակցված այլ մակարդակներում, լրատվամիջոցներում, փորձագետների շփումներում միմյանց հետ բանավեճերում, խոսակցություններում եւ այլն, հասարակության տարբեր շերտերի միմյանց հետ ուրեմն հարաբերություններում, ինչը իրականում Հայաստանի Հանրապետության համար վատ է, որովհետեւ ընդհանրապես ինչքան ավելի մեծ է հատվածայնացումը կամ ֆրագմենտացիան, այնքան ավելի դժվար է մոբիլիզացնել հասարակությանը համընդհանուր խնդիրներ լուծելու համար։ Բայց սա ժամանակավոր երևույթ է, սա կտևի մինչև 2026 թվականի հունիսը, ընտրություններից կարճ ժամանակ անց ես կարծում եմ հենվելով նախորդ փորձի վրա, որ ընտրությունները կլինեն ազատ եւ թափանցիկ, գոնե Հայաստանի Հանրապետություն մինչև ինչպես 2018 եւ 2021 թվականներին որևէ քաղաքական ուժ չի վիճարկի դրանց արդյունքները, ինչը կնշանակի, որ հետընտրական լուրջ զարգացումներ մենք չենք ունենա, իսկ այս ֆրագմենտացիան կարճ ժամանակում կհամահարթեցվի, այսպես ասենք, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե ինչ որ չափով։ Առավել եւս, որ 2026 թվականի ընտրություններից հետո այլևս Ռուսաստանի կողմից այն ռեսուրսները, որոնք դրվում են Հայաստանի Հանրապետությունում, այդքան շատ, եկեք ժողովրդի լեզվով ասեմ,
ծախս շատ չի անի Ռուսաստանը Հայաստանի կդեմոտիվացվի։ Այո, այլևս մոտիվացիա չի ունենա ծախս անելու եւ շատ շատերը ովքեր այս գործընթացի մեջ մտել են ուղղակի ռուսական փողերից օգտվելու համար ուղղակի դուրս կան այդ գործընթացից տրամաբանորեն գնան իրենց գործերով կզբաղվեն դաշտը կթեթևանա եւ դրա արդյունքում մենք կունենանք ավելի այսպես ասենք ավելի լոյալ քաղաքական դաշտ, որտեղ հնարավոր կլինի, իհարկե թե իշխանությունները վերընտրվում են, հնարավոր կլինի իշխանության օրակարգը իրացնել։ Եթե չեն վերընտրվում այլ իշխանություն է լինում, նույն տրամաբանությամբ այդ այլ իշխանությունը կարողանա իր օրակարգը իրացնել։ Եթե իհարկե հանկարծ լինի այնպիսի մի այս պահին ոչ այնքան հավանական թվացող տարբերակ, որ իշխանություն ստանա ռուսամետ ուժերից որևէ մեկը, իրականում գործընթացները գլխիվայր շուռ կգան։ Եվ այսպես կարճ ամփոփելով, պարոն Ղևոնդյան, դուք ասում եք, թե ինչ է լինելու ընտրություններից հետո, բայց դեռ մինչև ընտրություններ ապրել է պետք եւ դրանք լինելու են բավականին լարված ամիսներ։ Մայիսին սպասվում է պատմական իրադարձություն անկախ Հայաստանի պատմության մեջ, նման գագաթնաժողով իր պատմության մեջ Հայաստանը չի հյուրընկալել, դա եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն է, որն էլ հենց իր ժամկետի առումով էլ ուզենք թե չուզենք տեղավորվում է նախընտրական տրամաբանության մեջ անմիջականով են ուղղակի։ Հենց ամիս ամսաթվով։ Այո։ Հիմա Ռուսաստանը այս ամենին վերաբերվում է այնպես, ինչպես, ասենք, Նապոլեոնը Վատերլոյի ճակատամարտին, հա, այժմ կամ երբեք, հա, այս տրամաբանությամբ, այնպես ինչպես Մոլդովայում էր ըստ էության, եւ մենք այնտեղ էլ մենք ինչ տեսանք, առանձին կղզյակներ, այո, սկսեց այսպես խրախուսել, ոգեշնչել, դուրս բերել դաշտ, որ ամեն մեկը իր դիմացը ինչ կարող է քերի, որից հետո դրանք պետք է միավորվեին իրար եւ փաստի առաջ կանգնեցնեին բոլորին։ Չնայած մինչ այդ իրանք իրար չէին սիրում, իրար անպատվում էին, իրար հետ սեղան չէին նստում, ձեռք չէին սեղմում, մի քիչ էլ իրար վատաբանում եւ այլն, բայց հենց հյուսիսից գալիս էր Ռավնյայի Սմիրնը, նրանք շարք էին կանգնում եւ այնպես ինչպես Գյումրիում։ Այո։ Որն են պետության անելիքները համապետական Գյումրի կամ համապետական Վարդանիկ պայմանական, հա, օպերացիան թույլ չտալու համար։ Ցավալիորեն չեմ կարծում, որ Հայաստանի ներկայ իշխանությունները փորձեն ընդօրինակել Մոլդովայի փորձը եւ կկարողանան խաղից դուրս թողնել այն կոնկրետ այն քաղաքական ուժերին, որոնք խնդիր են կամ վտանգ են ձեր նշած համատեքստում։ Ես չեմ կարծում ոչ թե այն պատճառով, որ Հայաստանի ներկայ իշխանությունները դա ռեսուրսը չունեն, ունեն իրականում, կամ ոչ թե այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները վախենում են Ռուսաստանից, չեն վախենում իրականում, այլ այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները ձեռնտու են նրանց մասնակցությունը ընտրություններին։ Եթե ընտրությունների ժամանակ կա նման սուր ատելություն առաջացնող քաղաքական ուժ որոշ մարդկանց շրջանում, ապա իշխանությունները հույս ունեն ստանալ նրանց ձայները։ Սրա հիմնական պատճառը հետևյալն է։ Տեսեք, տարբերությունը Մոլդովայի եւ Հայաստանի գլխավոր տարբերությունը։ Մոլդովայում մարդիկ գնում էին ընտրելու Մայա Սանդուին եւ նրա քաղաքական ուժին, որովհետեւ ցանկանում էին ապրել Եվրոպայում։ Այլ մարդիկ գնում էին ընտրելու նրա ուրեմն անդիմադիր գործչին, Սանդուի հակառակորդին, որովհետև ցանկանում էին, որպեսզի Եվրոպայում չգնան ապրեն, այլ ապրեն Ռուսաստանի հովանու ներքո, իրենք հոգեարազատ է Ռուսաստանը։ Հայաստանում դրա համար չեն գնում մարդիկ ընտրում Նիկոլ Փաշինյանին կամ հակառակ թևի ներկայացուցիչներին։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանին ընտրում են, որովհետև ատում են հակառակ թևի ներկայացուցիչներին, եւ հակառակ թևի ներկայացուցիչներին ընտրում են, որովհետև ատում են Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն այստեղ ընտրությունները ի տարբերություն Մոլդովայի ոչ թե հանուն է, այլ ընդդեմ։ Եվ իմանալով ընտրությունների կամ քաղաքական դաշտի նման կառուցվածքը խաղից հանել այն դերակատարին, որին ատելով
քեզ ընտրելու են, նման խելագարություն որևէ քաղաքական գործիչ իրեն թույլ չի տա։ Ցավոք սրտի Հայաստանի իշխանություններն էլ դա իրենց թույլ չեն տա։ Ես ձեզ լսեցի։ Շատ շնորհակալություն, պարոն Ղևոնդյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար պարբերաբար դիմելու ենք ձեզ մեկնաբանությունների համար, հետևելով դեպքերի ընթացքին, դե ինչ, մինչ նոր հանդիպում եւ բարին ձեզ։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր, քաղաքագետ, անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանին, լսեցինք իր դիտարկումները կապված Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական եւ ներքաղաքական վերջին զարգացումների հետ։ Ջերուսման սեզոնին ընթരാճ մեծ ակցիա իդեալ համակարգում։ Իդեալ համակարգը ներկայացնում է նոր խնայողության բանաձև։ Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Այսինքն ձեռք բերելով ջերուսման ամբողջական խնայող համակարգ մատչելի գնով ստանում եք 100,000 դրամի սերտիֆիկատ իդեալ համակարգի կողմից, իսկ վճարումը կարող եք կատարել ապառիկ 18 ամիս առանց որևէ տոկոս վճարելու։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Երեք, երկու, մեկ, գնացինք, աննախադեպ ակցիա իդեալ համակարգում, գնեք 3 քառակուսի մետր սալիկ և ստացեք ևս 2 քառակուսի մետրն ընդամենը 1 դրամով, եվրոպական լավագույն արտադրողների ավելի քան 3000 տեսակի ոճային սալիկներ 1 հարկի տակ աննախադեպ պայմանով, գործում է նաև ապառիկ վաճառք 18 ամիս 0% տոկոսադրույքով, կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ, մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։